3 տարի հիմնականում ճամփորդում եմ ու աշխատում եմ։ Եթե կյանքի ինչ-որ մի պահի որոշում ենք, որ էս չի մերը, մենք ստեղ մեզ կոմֆորտ չենք զգում, կարելի է փոխել։ Տվյալը ֆանտաստիկ երևույթ է բիզնեսում։ Թեմուն ես ատում եմ, որտեվ այնքան շատ է իր գովազդները, ես չեմ կարողանում դա նույնիսկ նայել։ Այդ միտքը կար, հա, որ մարքեթինգը այնա, որ քեզ ինչ-որ բան տալիս են, ասում են վաճառի, вообще այդ չի։ Հարցվածների 58%-ը մարքեթինգով զբաղվողների բռնաութի մեջ էր։ Որ կյանքը վայելելու հատուկ ձևի զգացողություն կա, որ ունեմ մենակ Իտալիայում։ Ես իմ երկրում այնքան տեղ կա, որ չեմ եղել, ինչի չեմ գնում։ Եթե ամբողջ կյանքում մի գիրք ընդամենը հնարավորություն ունենայի կարդալու, անվերջ ես անդադ այդ գիրքը կկարդայի։ Բարքին հաղորդումից մեջ բերում անես, ոչ մեկ չհասկանա։ Բրենդի լեզուն ու ինֆլուենսերի լեզուն պետքա նույնը լինեն։ Ես ինձ օրինակ չեմ համարում մարքեթինգի զոհ։ Ես ինքս մարքեթինգի զոհ եմ։ Բոլորս ամեն օր տեսնում ենք բազմաթիվ գովազդներ TikTok-ում, YouTube-ում, Instagram-ում, փողոցում։ Դրանց մի մասը տպավորվում է, ամեն օր սկսում ենք դրանց մասին մտածել, մի մասն էլ պարզապես մոռանում ենք։ Այսօր խոսելու ենք մարքեթինգի մասին, բավականին հարուստ եւ բազմազան փորձով Լուսինե Օհանջանյանի հետ։ Ողջույն Լուսինե։ Ողջույն։ Շատ ուրախ եմ քեզ հյուրընկալել այստեղ։ Ես էլ։ Այսօր գալուց մտածում էի, օրինակ, եթե այն օրը չլիներ վիզայերի գովազդը, ես չտեսնեի ու չորոշեի գնա Իտալիա, չէի տեսնի քեզ ու չլինի այս ոդքասթը։ Այսքանով շնորհակալություն հայտնենք գովազդներին ու փորձենք ավելի լավ հասկանալ, ինչ է իրականում թաքնված է ամեն ինչի տակ, ոնց ենք հենց այսքան անհատականացված գովազդներ ստանում, որ ուղղակի տեսնում ենք ու միանգամից գնում ենք, անկախ նրանից դա իմպուլսիվ է թե իմպուլսիվ չի։ Խոսենք մարքեթինգի մասին։ Սիրով։ Բայց մինչև մարքեթինգին անցնելը մի քիչ Իտալիայից պատմի։ Ուղղակի ճամփորդում էի, թե գործնական այցով էր։ Չէ, այս անգամ ուղղակի ճամփորդում էի ընկերուհուս հետ մի քանի օրով, բայց Իտալիայի հետ կապը մի քիչ ավելի շատ է, չգիտեմ հիմա խոսենք թե հետո ընթացքում պատմեմ։ Սկսենք քո մարքեթինգի ոլորտ առհասարակ մտնելուց ոնց ստացվեց, հետո հասնենք Իտալիային։ Երևի աշխատում եմ ընդհանուր 17 տարի արդեն, որից մոտ 8 տարին աշխատել եմ լրիվ ուրիշ ոլորտում, ավարտել եմ Հայաստանում պոլիտեխնիկը, հետո ավարտել եմ մագիստրատուրան ԺՈՂ-ը ու երկուսն էլ ընդհանրապես կապ չունեին մարքեթինգի հետ, իմ երկու մասնագիտություններն են, որ ավարտել էի։ Պոլիտեխնիկում տնտեսագիտություն, օդային տրանսպորտի ոլորտում, իսկ ԺՈՂ-ինը բանկային կառավարում։ 8 տարի աշխատել եմ տենց ֆինանսական ոլորտում, հետո արդեն որոշեցի տեղափոխվել մարքեթինգ, ճիշտ է որոշեցի 6-րդ տարում ու մինչև տեղափոխվելը տենց 2 տարի տևեց, մինչև վերջնական արդեն ստացվեց ոնց որ անցնել ամբողջությամբ մարքեթինգին։ Ինչից որոշեցիր մարքեթինգ։ Իրականում հասկանում էի, որ այն ինչ այդ պահին անում եմ, շատ ինձ չի ոգեշնչում ու տարբեր ինչ որ ընկերությունների հետ տարբեր պրոյեկտներով մասնակցում էի մարքեթինգային ինչ-որ բաներին, բայց իրական вообще պատկերացում չունեի ինչա մարքեթինգը ու երբ որ ընտրել էի, այն որ ասում եմ 8 տարուց 6 տարի առաջ, այդ որ ընտրել էի տեղափոխվել մարքեթինգ, ինձ թվում էր այդ sense ինչ որ պուպուշ ինչ որ բան է ու ես վերջապես տենց դուրս եմ գալու այդ թվերից, այդ վաճառքի պլաններից, բիզնես նպատակներին հասնելուց, մինչև հետո ցանցածա մարքեթինգի հետ։ Ավելի շատ թվերի մեջ։ Հասկացա, որ այդ հենց այն ամեն ինչն է, ինչ որ բիզնեսի նպատակներն են, հերիք չի բիզնեսի նպատակներն են, մի հատ էջերից մարքեթինգ է սահմանվում, բիզնեսի նպատակներ, ռազմավարություն եւ ամեն ինչ ու ես հենց դրա մեջ եմ, այսինքն հասկացա, որ այդ իմ պատկերացրած մարքեթինգը ու իրականը, որ արդեն սովորեցի, կարդացի, կրթություն չունեի մարքեթինգային, երբ որ անցա առաջի մարքեթինգային աշխատանքին, բայց տենց այնքան գիրք ու այնքան հնարավոր հոդվածներ եւ ամեն ինչ էի կարդացել, տարբեր դասընթացներ, on-line, նույնիսկ մի դասընթաց off-line, ու սկսեցի որպես մարքեթինգի մասնագետ աշխատել։ Հիմա իրականում ավելի շատ ուրախ եմ, որ մարքեթինգը вообще ինչ որ ես ամենասկզբում էի պատկերացնում ու ինչից ուզում էի փախնել, որովհետև հիմա ինձ այդ ամեն ինչը իրական մարքեթինգը շատ ավելի է դուր գալիս, քան այն ինչ որ սկզբում պատկերացնում էի։ Իրոք օրինակ ես էլ մարքեթինգ ասելով առաջին բառը որ գալիս է մտքից դա կրեատիվն է, ասես պատկերացնում ենք մարքեթինգ, ինչ որ կրեատիվ բան, ու միշտ մտածել եմ, որ մարքեթինգը հնարավոր չի սովորել, մարքեթինգը պետք է ներգուստ ունենաս այդ ունակությունները տաղանդը, որ կարողանաս զբաղվել մարքեթինգով, ու չեմ պատկերացրել, եթե օրինակ ես կամ մի մարդ որ դա չունի,
հնարավոր է ինքը մարքեթինգ սովորի թե չէ։ Մի քիչ սրա մասին կուզեմ խոսես, ու քանի որ իմ ոդքասթը ավելի շատ տվյալների մասին է, տվյալագիտության մասին է, այս կապն էլ կուզենամ ընդգծես, ոնց են այս երկուսը իրար հետ կապվում։ Ես տվյալների կողմից մի քիչ լավ պատկերացնում եմ այս ամեն ինչը, հիմա կուզեմ դու մարքեթինգի տեսանկյունից ներկայացնես։ Երևի ցանկացած մասնագիտություն, ինչպես ցանկացած մասնագիտություն, մարքեթինգն էլ ինչ որ բնորոշ սկիլեր է, հա, մարդուն բնորոշ բնավորության գծեր, որ նու հետո ըստ այդ բնավորության գծերի էլ ընտրում ես, չէ՞, մասնագիտությունը, այսինքն նենց չի, որ դու կարաս ընտրես քո բնավորությանը լրիվ հակառակ կամ հակասող ինչ որ մասնագիտություն։ Ես կարծում եմ, որ նպատակից եւ աշխատասիրությունից ու դիսցիպլինայի արդյունքում հնարավոր է ցանկացած մասնագիտություն, եթե դու իրականում դա ուզում ես։ Այսինքն, եթե քո բնույթը իրոք ուզում է, եթե շատ համապատասխան է, հնարավոր է սովորել։ Ինձ շատ երկար ժամանակ խանգարում էր այդ փաստը, որ ես չունեմ հենց կրթություն մարքեթինգային, ու տենց իմ համար ինչքան էլ ոնց որ կարիերաս շատ հաջողակ ստացվեց մարքեթինգային ոլորտում Հայաստանում, հետո արդեն ոնց որ Հայաստանից դուրս, մեկը տենց ինձ շատ խանգարում էր Հայաստանում, որ ես չունեմ այդ կրթությունը։ Իհարկե, արդարության համար ասեմ, որ մեծ մասը գիտելիքի ձեռք են բերել հենց աշխատանքային փորձի ընթացքում։ Զուտ ենթադրում եմ կրթությունը քեզ տալիս է ավելի ինքնավստահություն ու հետո շատ ավելի խորքային պատկերացումներ մասնագիտության մասին, բայց մեծ մասամբ շուկայի ճկունությունը եւ ընդհանուր աշխատելա ոճը ձևավորվում է հենց տարբեր ընկերություններում աշխատելուց ու աշխատանքային փորձի ընթացքում։ Եթե պատասխանեմ մյուս հարցին, ավելի շատ դատայի ու կրեատիվի արանքում իրականում մարքեթինգը, իրական մարքեթինգը ու լավագույն մարքեթինգը այդ երկուսի միքսն է։ Շատ երկար ժամանակ ինձ թվում է հայկական շուկայում դատան շատ ավելի քիչ էր դատայի վրա հիմնված մարքեթինգը։ Օրինակ իմ փորձը Իտալիայի մարքեթինգային ընկերությունում աշխատելու շատ միանգամից հենց առաջի բանը, որ նկատեցի մեծ տարբերությունը, ինչքան են հենվում դատայի վրա, այսինքն ամբողջը դատայի մասին էր, իսկ կրեատիվություն էլ կար, բայց շատ ու շատ ավելի դատայի մասին էր, ու ես իրոք տեսնում էի դատայով արդյունքներ։ Ես շատ հետաքրքիր է։ Ես առանձին ուզում եմ սրա մասին շատ կարևոր խոսենք, որտեղ շատ դեպքերում մարդիկ չեն իմանում տվյալները ինչի համար է պետք։ Իրոք այնքան կարևոր է, որ այսքան խոսում ենք տվյալը կարևոր է, թե ուղղակի հիմա ինչ որ տրենդային մասնագիտությունա խոսում ենք։ Տվյալը ֆանտաստիկ երևույթ է բիզնեսում։ Առանց տվյալի ոչ մի բան չես կարող անես, առանց տվյալի չես կարող մարքեթինգ անես, առանց տվյալի պրոստը, չգիտեմ, ոնց որ քայլես աչքերդ փակ, ցանկացած մարքեթինգային սկիլ, ցանկացած կրեատիվ, եթե ինքը հիմնված չի տվյալների վրա, եթե հիմնված չի շուկայի ուսումնասիրության վրա, այդ ուղակի ինչ որ սենց ֆերվեր կա, սենց խառը ինչ որ ոնց կհասնի, բայց այս պահին շուկան այնքան թանկ է, այնքան լիքն է, այնքան աղմուկը շատ է, որ իրականում ուղակի ընկերությունները չպետք է չգիտեմ, իրավունք վերապահեն, հա, տենց իրենց ու ուղղակի առանց դատայի մարքեթինգ անեն։ Կան շատ տարբեր փուլեր ընկերության մարքեթինգան, որ հնարավոր է դե իհարկե այդ դատան չկա հենց ընկերության ներսի, բայց կա շուկայի վերլուծություն, որը պարտադիր է ցանկացած մարքեթինգային արշավ սկսելուց առաջ, ընթացքում, հետո, այսինքն չգիտեմ, ես չեմ պատկերացնում ինչ որ մի մարքեթինգային փոքր գործողություն կամ մեծ արշավ առանց տվյալների եւ մինչեւ արշավը եւ արշավի ընթացքում եւ արշավից հետո ինչպես նշեցի։ Այս մասով հարցերը շատ են, էլի անդրադառնալու եմ, բայց մինչեւ սրան անդրադառնանք, մի քիչ Իտալիայի փորձառությունից հետ կպատմես սովորելու ժամանակ։ Ես որ որոշեցի գնամ Իտալիա, Հայաստանում արդեն ոնց որ երկար տարիներ Իհարկե, ոչ մի խնդիր, 34 Չէ, Հայաստանում աշխատում էի ոնց որ մի քանի տարվա մարքեթինգային փորձ ունեի, վերջի տարիներին աշխատել էի մարքեթինգային ղեկավար Հայաստանի մի քանի ընկերություններում, վերջում տենց շատ սիրելի գործ ունեի, շատ սիրելի ընկերությունում, շատ սիրելի պրոդուկտի համար,
բայց չգիտեմ ոնց որոշեցի իրականում ընկերներիս հետ հանգստանում էինք Իտալիայում ու հանդիպեցինք մեր ոնց որ այլ ընկերների ովքեր այնտեղ են ապրում ու իմացա այդ համալսարանի մասին, իմացա տենց ինչա հնարավոր ու հետ եմ եկել, երևի շատ երկար չեմ մտածել, անցել եմ 4 օր դիմել եմ այդ համալսարան, հետո անցել եմ ինտերվյու, մի հոսքով մի քանի փուլով ու հիմա որ մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ հիմա էս Լուսինեն կաներ էլի կդիմեր այդ ռիսկին օրինակ թողներ ամեն ինչ տենց լավ աշխատանք, չգիտեմ, ավելի կոմֆորտ իր ստեղծած կոմֆորտ կյանքը ընկերներին ընտանիքը ամեն ինչ ու գնար ու մտածում եմ որ երևի հականե ու երևին հանում եմ հաստատ կանեի ու եթե խոսենք ինչա տվել ես հասկացա նաև այնտեղ որ ես այն փորձը ու այն գիտելիքը որ ինձ տվել է տարիների աշխատանքը էստեղ այնտեղ նաև շատ գնահատվում է, այսինքն ես տենց հաստատ լավագույն ուսանողներից էի համալսարանի ու բավականին լավ արդյունքներ էլ գրանցեցի ընթացքում եւ հետո էլ բայց այնտեղի փորձառությունը շատ ուրիշ էր ու եթե խոսենք ինչ տվեց շատ ավելի շատ փորձառություն ու շփում ֆանտաստիկ մասնագետների հետ դասախոսների տարբեր աշխարհի բոլոր ծերերից եկած ուսանողների հետ շատ վառ փորձառություններ իմ կյանքում կուզեի ավելի շուտ արած լինեի ուղղակի երբ որ արդեն ինչ որ ճանապարհ անցնում ես այստեղ հետո գնում ես ու նորից այդ ճանապարհը սկսել այնտեղ բավականին բարդ է Հա, ես ինձ հենց դրա համար էր հարցս ու Տարիքն էլ պատահական չհարցրի, որ մարդիկ իմանան, որ երբեք ուշ չի էլի ինչ որ նոր բան սկսելու համար, որտեվ հիմա շատ տարածված է, ընդունվեցինք, ավարտեցինք, ձեռք բերեցինք մասնագիտությունը, վերջ ամբողջ կյանքում պետքա դրանով աշխատենք, չէ։ Եթե կյանքի ինչ որ մի պահի որոշում ենք, որ էս չի մերը, մենք ստեղ մեզ կոմֆորտ չենք զգում, կարելի է փոխել։ Վայ, այդ այնքան իմացին է ու այս հարցը տենց շատ իմ սրտով է, որովհետև իրականում առաջի անգամ որ մասնագիտությունս փոխել եմ, որ պատմում էի մարքեթինգում արդեն աշխատելու մասին, 28 տարեկան էի ու շատ համառություն եմ դրսևորել իրականում մարքեթինգում աշխատել սկսելու համար, որտեղ 2 տարի անդադար դիմում էի բոլոր ընկերություններին, չգիտեմ ինչ բան, բայց ոչ փորձս, ոչ կրթությունս ընդհանրապես համապատասխան չէր մարքեթինգին ու 28 տարեկանում որ փոխեցի մասնագիտություն, ինձ թվաց այդ իմ կյանքի ամենատենց բան որոշումների տենց շատ հստակ ու շատ ամուր որոշում է, ասենց կյանք փոխող, իրականում կյանք փոխող էր, որովհետև անել մի բան որ այդքան շատ ես սիրում ու այդքան շատ ես ուզել ու ամեն օր գիտակցել որ տենց այս ինչ լավ է որ ես եմ ընտրել ինչ լավ է որ ամեն օր սովորել անդադար ու վայելել այդ մասնագիտությունը այդ ինչ որ բան է որ ինձ թվում է ոչ մի տարիքում մարդ չարժե իրան դրանից զրկի Երկրորդ փոփոխությունը 34 տարեկանում էր, որ էլի ինչպես ասացի, ուղղակի տեղափոխվել Իտալիա, այստեղ ամեն ինչ թողել, այնտեղ լրիվ մենակ, եթե օրինակ այստեղ Հայաստանում ես չեմ հիշում վերջի անգամ երբեի CV ուղարկել, որ ինձ տենց ոնց որ գործի ընդունել, որտեվ հիմնականում network, փոքր շուկա, տենց տարբեր կամպանիաներում աշխատել էի, ոնց որ տենց network-ը իր գործը անում էր, այնտեղ ես տենց որոշել էի, որ համալսարանի զուգահեռ ուզում եմ աշխատեմ ու այնտեղ աշխատելը սկսեց լրիվ տենց ինչ որ վերադարձա մի 20 տարեկաններ ու փորձում էի աշխատանք գտնել, բայց այդտեղ էլ իմ բնավորության գծերից մեկը բացահայտեցի, որ շատ հետաքրքիր էր իմ համար, էլի համառությունը ու դիսցիպլինան, որ ես պրոստը որոշել էի, որ ես պետք է ինչ որ X ժամկետում գտնեմ աշխատանք ու սենց եղել է պահեր, որ տենց հուսահատվել եմ մտածել եմ դե լավ, չգիտեմ CV ուղարկեմ, cover letter գրեմ, էս անեմ, ու այնտեղ տենց չգիտեմ ամեն աշխատանքի դիմելու համար ծախսում էի մոտ չգիտեմ մի ժամ 10 րոպե, որտեղ մոտավոր մի ամբողջ ինտերվյու էր անցնում ինչև այդ լրացնում էի, բայց սենց իմ համար կարգով կանոնով գրել էի, որ դասերից հետո այսքան ժամ հատկացնում եմ սրան, ու իրականում ստացվեց 3 թե 4 ամիս հետո այնտեղ մի մարքեթինգային ընկերությունում ընդունվեցի աշխատանքի Ընկերությունը աշխատում էր աշխարհի տարբեր կետերում գտնվող ընկերությունների հետ, հա, մենակ կենտրոնացած չէր Իտալիայի վրա, իհարկե Իտալիայի վրա կենտրոնացում կար Online էր թե offline։ Իմ աշխատել այնտեղ, չէ, offline էր։ Հա, գնում էի գրասենյակ, տենց փոքրիկ գրասենյակ
էր, շատ մեծ թիմ չէր, բայց հետաքրքիր աշխատանքային փորձառություն եմ ունեցել։ Իսկ հետաքրքիր օրինակ լեզվական դժվարություններ չէին առաջանում, կամ մշակութային տարբերություններ բնականաբար ունենք ցանկացած այլ ազգի հետ, այդ տարբերությունները լրացուցիչ դժվար չէին քո համար, առանց հետել ոնց որ տեղափոխվել ես, ինչ որ sense լիքը խնդիրներ ունես հաղթահարելու ու մի հատ էլ այդ Վայ, շատ դժվար էր։ Իրականում ես տենց ամբողջ իմաստով հասկացել եմ ինչ անշանգում լեզվամտածողություն, այդ սիրուն բան է իրականում, հա, տենց մի անգամ հիշում եմ ընկերներից մեկը ասեց, որ ինչ լավ կլիներ, որ տենց բոլորս մի լեզվով խոսանք, ես մտածում եմ, ասում եմ, ինչքան երանգներ կպակասեր այս աշխարհից, եթե բոլորս մի լեզվով խոսայինք։ Ես որ մտածում եմ սկզբում ինչ անեմ, ոնց ինչ որ չգիտեմ ոնց անեմ, որ եւս մի հոգու ճանաչեմ բացի ինձանից։ Okay, համասարներ, բայց բոլորը տարբեր հատվածներում էին ապրում բան, ու մտածեցի, հետո տենց ինչ որ տենց research էի անում, ոնց ամենահեշտ տարբերակը մի քիչ ավելի ինտեգրվել, հասկացա, որ հոբիներն են, ու ես հիշեցի, որ անցնեմ իմ հոբիի հետևից ու սկսեցի փնտրել Պարի դպրոց իմ տան մոտակայքում ու գտա շատ մոտ եւ տենց մի 3 շաբաթ հետո ունեի մի 62 ծանոթ, որոնցից միայն 59-ներ ինձ հասկանում, կներես 3-ը 59-ը չէին հասկանում, որովհետեւ չգիտեին ուղղակի անգլերեն խոսել, ես ընդհանրապես իտալերեն չգիտեի, հա։ Ու տենց չգիտեմ, փորձում էի շփվել, տենց, բայց ինչ որ պետքա փորձես ավելի երևի ակտիվ լինես, փորձես տենց մանավանդ հոբիները շատ են օգնում, որովհետև հոբիներում եթե ինչ որ միտեղ հայտնվել ես, որտեղ մարդիկ սիրում են նույն բանը, ինչ որ դու, ուրեմն հաստատ ընդհանուր եզրեր կան, թեկուզ հենց մենակ է ու այդ շատ է օգնում։ Ես համայնքները դրա համար եմ սիրում։ Օրինակ ինձ էլ վազքի համայնքներ գտնելն է մի քիչ օգնում, որ երբ չգիտես ինչ անես, հաստատ գտնում ես մի հատ ինչ-որ համայնք, որտեղ մարդիկ մտածում են քո նման, առնվազն այդ մի ընդհանուր բան ունես իրանց հետ ու արդեն կարելի է էլի սկսել ինչ-որ շփոթ։ Իհարկե, հա, այդ շատ օգնեց, մի քիչ ավելի ինտեգրվեմ իրանց ընդհանուր մտածողությունը, հա, հասկանամ, բայց իհարկե դրսում ու գրասենյակում այդ լրիվ տարբեր է ու իմ համար մեկը շատ շոկային էր իրանց աշխատանքի վերաբերմունքը։ Հա, հետաքրքիր է։ Հա, այսինքն այն աշխատասիրությունը, չգիտեմ այդ լավ է թե վատ է, որովհետև ինչ որ կոմֆորտի զգացողություն կա, ու ինչ որ հանգստության, ինչ որ կյանքը վայելելու հատուկ ձևի զգացողություն կա, որ ունեմ մենակ Իտալիայում, կամ զգում եմ, որ մենակ Իտալիայում է, բայց այդ տեմպը, սենց աշխատելը ինչ որ sense լարված վիճակներում ինչ որ բաներ նպատակներ դնելը, դրանց հասնելը հաղթարել ընկերության ներսում չկար, որովհետև դաժե մի քիչ ավել էր մնում, մտածում էին, ինչ ես ստեղ, ինչի՞ չես գնում տուն, մտածում գործ եմ անում, հա, այդ վիճակներ, ու ես հիշում եմ մի անգամ բաներ, մի հատ պրոյեկտ ունեինք, որ ահա որ շատ սիրել էի այդ պրոյեկտը Միացյալ Նահանգներում կոչվում էր Make a Fort, եթե չեմ սխալվում, իրանք արտադրում էին ոնց որ մանկական խաղալիքներ որ երեխեքը իրանց ձեռքով էին հավաքում այդ խաղալիքները, բան, ու իրանց ամբողջ տարին իրանք արտադրում էին ու հիմնականում ծախում էին Black Friday-ի ժամանակ ու Christmas-ի։ Ու ահռելի բյուջեի մասին էր խոսքը, էլի ամեն օրվա բյուջեն, տենց շատ մեծ էր ու տարբեր հարթակներ, ես այդ ժամանակ հիշում եմ, որ այդ ընկերության, ես այնքան էի տարվել այդ ընկերությունով, որտեղ ինձ շատ գրավել էր իրանց աշխատասիրությունը, ընդհանրապես հիմա օրինակ այդ Նյու-Յորքյան մի ընկերության համար եմ աշխատում, ու էլի աշխատասիրությունը, աշխատանքին վերաբերմունքը ինձ շատ դուր է գալիս, թե ինչքան շուտ է այդ քաղաքը արթնանում, թե ինչքան չգիտեմ ինչքան տարբեր է օրինակ Իտալիայից այդ պահը ու այդ ընկերության հետ Make a Fort-ի հետ աշխատելու ժամանակ ինձ շատ գրավել էր հենց այդ թիմի աշխատանքը, որովհետև անընդհատ կապի մեջ էին, իրենք գիտեն, օքեյ, այդ 2 ամիսն են աշխատելու ու ես մենակ այդ պրոյեկտի շրջանակներում Amazon գովազդներ էի սովորել, տենց շատ արագ ժամեր էի ծախսել, օրեր էի ծախսել, որ պատրաստներ, որ հասկանայի, նայեի ինչի մասին է խոսքը։
ու իրականում նենց լավ արդյունքներ էինք ունեցել ու ինձ այդ ոգեշնչել էր հետո մի օր ինչ որ ֆեյլեր ունեցել մեր թիմը հաջորդ առավոտ տենց ղեկավարը գրում է ես այսօր ու ես ամբողջ գիշեր մտածում եմ ոնց ենք վաղադրատակից դուրս գալու ինչ ենք անելու բան ես սենց հային բնորոշ խոճապի մեջ արդեն մեկ էլ հաջորդ առավոտը գրում է ես այսօր չեմ կարա գամ դու կխոսես իրանց հետ ես մտածում եմ աստված իմ ես մտածում եմ ուր գնամ կորեմ ասենք ոչ մի ձև կապ չունենամ հետ գնամ Հայաստան ինչ անեմ ասենք չեմ կարա հրատակից դուրս գամ ինք ասում է ես չեմ գալի ու տենց կաղա չէր գալի որովհետև գնում էր Վարշավիրանոց ենթադրենք կամ կաղա չէր գալի որովհետև պետքա գնար ընկերոջ հետ գինի խմելու ասում եմ օքեյ ու հետո ես հասկանում եմ որ եթե ես ուզում եմ տենց իրոք այս պրոյեկտը լինի նենց որ ես վայել եմ տենց ամբողջությամբ պետքա ես զբաղվեմ ամբողջությամբ ու վերջում նույնիսկ որ շատ լավ արդյունքներ գրանցեցինք հատուկ շնորհակալություն ստացա եւ այդ ընկերությունից եւ ոնց որ մեր հենց ընկերությունից ու այդ օրինակ ինձ պակասում էր Իտալիայի ընկերություններում շատ սենց երկար ժամանակ պայմանավորում ես ինչ որ ինտերվյուի մեկ էլ գալիս է ղեկավարը ասում է տենց չգիտեմ հավես չունեմ կարանք հետո անենք օքեյ լավ ու դա անորոշ ժամանակով հա ու բայց ինչ խոսք տենց ինչ որ միջինը գտնելը շատ ավելի լավ է էլի այս Հայաստանի լարվածության ու ստրեսային իրավիճակների ունդեղ է տենց շատ դինջ վիճակների միջինը գտնելը շատ հաճելի կլիներ հիմա ամերիկյան ընկերության համար ես աշխատում չէ ռիմոտ տարբերակով այս ռիմոտ ու օֆլայն գործերի համեմատությունը ոնց կանես ինչի ռիմոտ իմ կյանքում ունեմ մի քանի սիրելի զբաղմունքներ ունեմ մեկը ճամփորդելն է ու ոնց որ շատ ճամփորդել եմ, բայց remote-ը ինձ տվեց մի ուրիշ հնարավորություն բացահայտել այդ digital nomad ոչ ամբողջությամբ, բայց այդ երևույթը, որովհետև 2 տարի, 3 տարի մոտավոր տենց հիմնականում ճամփորդում եմ ու աշխատում եմ զուգահեռ չգիտեմ տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում եմ ասիական երկրներում որտեղ տենց չգիտեմ ամեն շաբաթ ամեն 2 շաբաթը մեկ ինչ որ երկիր փոխելով քաղաք փոխելով ու ինչ որ ոչ միայն աշխատանքային այլ կյանքիս այնց շատ տարբեր փորձառություն ա եղել էլի այս վերջի 3 տարվա ընթացքում հենց այդ ռիմոտ աշխատանքի տված հնարավորության միջոցով դժվար չի իրականում դժվարություններ լինում է, պահիտակ հոգնում ես ոնց սկսեց, ոնց որ ուղղակի որոշեցինք 2 ամսով գնալ, չգիտեմ, Ինդոնեզիա, Մալազիա, տենց հետո այդ 2 ամիսը դարձավ 6 ամիս ու դարձավ տենց ասիական մի քանի երկրներ, հետո հաջորդ տարին էլի նույն պատմությունը մի քիչ ավելի շատ երկրներ ընդգրկելով ու պահիտակ լինում է, որ տենց հոգնում ես, բայց այդ լուծումն եմ գտել, ոնց կարելի է ու ամեն դեպքում, որը ինձ օգնում է, այդ ամբողջ ճամփորդական ընթացքում գտնում եմ ինչ-որ քաղաք, ինչ-որ երկիր, որտեղ մի քիչ ավելի երկար եմ մնում։ Անցած տարի բացահայտել էի Վիետնամը, որ շատ հետաքրքիր էր, մի քանի քաղաքներ էի այցելել, ու այս տարի գնացել էի Վիետնամի Դանանգ քաղաք, ու որ նայել էի, տենց կարդացել էի, հասկացել էի, որտեղ տենց ինչ-որ հատված կա, որտեղ շատ դիջիթալ նոմադներ են ապրում, տենց բավականին ոնց որ ակտիվ է, բայց մտածում եմ լավ, էս ուր եմ գնում, ու մտածում եմ դե լավ, մի շաբաթ կմնանք, հետո կտեղափոխվենք էլի ինչ որտեղ, ու հետո այդ քաղաքը ինձ անենց տպավորեց, իրականում կարող է որպես տուրիստ ոչ մեկին առանձնապես չտպավորի, բայց ինձ այդ ամբողջ խառնաշփոթի մեջ անենց կոմֆորտ տվեց, այնտեղ մնացինք ոնց որ մի ամիս, մի շաբաթ, գնում էինք падել խաղալու, падել չէ, pickleball։ Ու տենց ոնց որ գնում էինք 2 օրը մեկ, ընկերներ էինք ձեռք բերել այնտեղ, ինչ որ ես հասկացա, որ երբ որ ինչ որտեղ մի քիչ մնում եմ ու ռուտինա եմ կառուցում, ինձ այդ շատ ավելի հեշտացնում է։ Այսինքն տենց մի բան ոնց որ տենց տուն գնացած լինես, Կեստեղի հետ կապը չի կորում։ Իրականում չէ, ավելի մի քիչ հա։ Ոնց որ պահիտակն ես տպարտնոր շուկան առաջագնում առանց կեզ, այսինքն եթե աշխատանքային մասով խոսանք, հա, որ և network-ը և բան, բայց հիմնականում
տենց ընկերներիս եւ հետ կապը տենց գրեթե չի կորում հատկապես որ Իտալիայում էի ապրում տենց չգիտեմ նույնիսկ նախկին գործընկերներս եկել են այցելության տենց միասին ճամփորդել ենք Իտալիայում դե իհարկե նույնը չի լինում մի քիչ այդ զգացողությունը երևի ծանոթ կլինի բոլորին ոնց որ ոչ մի տեղ չլինես դու լիարժեք չլինես այսինքն community-ից մի քիչ դուրս ես մնում չգիտեմ ոնց ասեմ որ հա թեկուզ չգիտեմ գալիս եմ որ ինչ որ տեղեր որ ես առաջ իմ սիրած տեղերն էին ես գիտեի բոլոր աշխատողներին հա թեկուզ սուրճի տեղի մասին խոսենք որ սրճարանի մասին խոսենք որ ես սիրում էի ու այդ շատ կոմֆորտի զգացողություն է չէ տալիս որ ինչ որ տեղ տենց չգիտեմ սիրում ես գնում ես քեզ աշխատողները գիտեն քեզ շատ կոմֆորտ է գիտեն ինչ ես ուզում խմես բան այդ չի լինում ու այդ ճամփորդության ժամանակ էլ չի լինում որովհետև դու նոր ես Իտալիայում էլ մինչև ստացվեց այդ ձևավորել իտո էլի ամբողջությամբ չի կարա լինի, հա, որովհետև այդ մեկա զգացողություններ կան, մեկա կապեր կան, որ հենց մենակ Հայաստանում է այտենց։ Այն որ լեզվից խոսում էինք, գիտեմ ամենաշատը տուժում է հումորը։ Այդ շատ կատաստրոֆիկ բան է։ Մի հատ ինչ-որ, չգիտեմ, կարգին հաղորդումից մեջ բերում անես, ոչ մեկ չհասկանա։ Հա, այլ որ ցենց ուզում է հենց այդ պահն է, էլի որ պետք է ասենց արդեն ցենց ուզում ես ասես, բայց քեզ ոչ մեկ չի հասկանա ու հատկապես սկզբում եղել է պահեր, որ փորձել եմ թարգմանեմ հումորը, այդ շատ ավելի լավ չանես, ավելի լավ սուս մնաս երբեք չխոսաս, քան փորձես հումորը թարգմանել, հումորը, հետո ու իրականում տենց միտքը տել, խոսքը տել, ուրիշ լեզվով շատ ուրիշ է, դե հումորը էլ չասեմ, տենց մի հատ արտահայտություն կա, որ իրականում ես շատ հասկանում եմ, ասում եմ, ինչ վատ է, որ այդ մարդիկ տենց էլ չեն իմանա, էլի ես ինչքան խելացի հումորով եմ, իմ սեփական լեզվով էլի, իմ մայրենի լեզվով ու իրականում հա, տենց հայերենով լրիվ ուրիշ մարդ ես, անգլերենով ուրիշ, իմ ջարդված իտալերենով լրիվ ուրիշ Այդ նույնիսկ քո լեզվով հումորը որ բացատրում ես, տուժում է, ինչ որ մի բան օրինակ որ հումորը սանում պայտակ չեն հասկանում, ես բացատրել արդեն փչանում է, չէ՞։ Իրականում հա այդ թարգմանած հումորները ունեցել եմ շատ տեն էմոցիոն սուս մնայել, որտեղ փորձում ես թարգմանել ինչ որ մարդը sense քեզ նայում, ոնց բացատրել Հայաստանում այդ նշանակում ինչ որ բան պետք է խնդայր ստեղծել։ Իդեպ հետաքրքիր էր 27-28 տարեկանը, որովհետև նոր հիշեցի պահի տակ, որ Գորի հետ որ խոսում էինք data engineering-ից, ինքն էլ ասեց, որ 27 տարեկանում ուղղակի որոշեց ու սկսեց միանգամից սովորել այս մասնագիտությունը ու այդ տարիքից է ասել, հիմա բավականին հարուստ փորձ ունի էլի, երևի ինչ որ մի բան փոխվում է էլի այդ տարիքում մոտդ, ու իդեպ մոռացա նշեմ, եթե այսօր հենց թողարկման դուրս գալու օրն եք նայում, այսօր իմ ծնունդն է, այնպես որ տեսնենք։ Փոխությունների ժամանակն է։ Իրականում մի հատ բան եմ նկատել, ինչի է հատկապես մեր սերունդի ժամանակ է, այդ փոփոխությունը, նույնիսկ որ նայում եմ իմ ընկերներին, օրինակ բոլորը տենց չգիտեմ, լավ մասնագետներ են, հաջողված մասնագետներ են, բայց ոչ մեկ չի աշխատում այն մասնագիտությունով, որը որ ստացել է, որը որ իր կրթությունն է, ես բացառություն չեմ, իրոք տենց շատ քիչ հաշված մարդիկ գիտեմ, ովքեր որ աշխատում են այն մասնագիտությամբ, որը որ սովորել են, ու այդ մանավանդ մեր սերունդի համար, տենց 27, 28, 30, 38 մասնագիտություն փոխելը շատ հասկանալի է, ես չեմ հասկացել օրինակ այն ժամանակ ինչ մասնագիտություն եմ ընտրում, ինչ եմ անում, ինչ մասնագիտությունը շատ, ինչ համասաններ կա, ինչ ընտրություններ կա, ինչքան կարևոր է դրա շուրջա կառուցված լինելու։ Մեր ժամանակ հատկապես դպրոց, ինստիտուտ, գործատու կապ չկար որպես այդպեսին ու ես շատ ափսոսում եմ իհարկե մենք էլ մեր փորձով ենք ոնց որ ձևավորվել մենք էլ 28 տարեկանում չգիտեմ 35-ում ենք մասնագիտություն փոխել ու վայելել ենք այդ երևույթը կորցրել է սահագին ժամանակ օրինակ ուրիշ բան որ եթե այդ փորձառությունը չլիներ միգուցե չգա իր այդ մտքին բայց հա միանշանակ իսկ ինձ թվում է հիմա օրինակ մարդիկ շատ ավելի գիտակցված են ընտրում մասնագիտություն ու այդ օգնելու է որ չգիտեմ օգնելու է թե խանգարելու է որտեղ մասնագիտություն փոխելը երբեք վատ բան չի
բայց երկար ժամանակ քո ոլորտում փորձ ունենալը այդ շատ արժեքավոր է։ Հա, երբեմն փորձը շատ ավելի կարևոր է լինում, ավելի հեշտ ես հարցերին լուծում տալիս, քան օրինակ շատ լավ մասնագետ լինես, բայց երբևէ փորձ չունենաս այդ ոլորտում, ավելի դժվար է լինելու։ Լավ մասնագետ դառնում ես հենց աշխատելուց։ Ու շատ կարևոր է, որ ճիշտ տեղում սկսես, ճիշտ միջավայրում սկսես աշխատել։ Ես շատ ուրախ եմ նրա համար, թե որտեղ սկսել իմ մարքեթինգային կարիերան, սկսել եմ Նաիրանում աշխատել ու այդ իմ համար նշաձող է իրականում մինչև հիմա Հայաստանում մանավանդ այն ժամանակվա Նաիրանի մարքեթինգը ու մտածում եմ, որ կարա շատ ուրիշ զարգացում ունենար իմ կարիերան, եթե չսկսեր Նաիրանից, չսկսեր այդ մասնագետներից, ովքեր այդքան սիրում էին իրանց գործը ու տենց աշխատասեր էին, որովհետև փոքր ընկերություններ, բայց այդ փոքր ընկերությունը շատ մեծ բաներ էր անում։ Ու ընդհանրապես միակ բանը, որ օրինակ տենց մտածում եմ ռեմոտ աշխատելու ու Հայաստանի շուկայում աշխատելու, այդ այնա, որ ես իրոք վայելում եմ հայկական արտադրանքի համար, հենց արտադրության, որովհետև երկու ընկերությունում եմ աշխատել շատ տարբեր ծավալների, այսինքն արտադրության ծավալները, արտադրամասերի ծավալները, միտեղ սենց ձեռքով հավաքած ամեն ինչ, որը Նաիրանն է, միտեղ ամենահզոր սարքավորումները եւ ամեն ինչը, ու եթե մի կողմ դնենք հայրենասիրությունը, որով չեմ փայլում եւ ոչ մի պաթոս չունենա խոսքս, իրականում շատ հաճելի է արտադրության համար աշխատելը ու հատկապես հայկական, որովհետեւ մի ուրիշ բան է վաճառել պրոդուկտ, վաճառել ծառայություն, մի ուրիշ բան է տեսնել ոնց է ստեղծվում հողից, ինչ որ այն իրոք հողից էլի, հողից սերմից ստեղծում է ինչ որ պրոդուկտ, որը տենց մեկ էլ խանութի պոլկաներում է երևի տենց օրինակ ռեմոտ աշխատելու իմ համար, հա, տենց կամ այս աշխատանքային միակ բացասական կողմը է, որ ես այդ հայկական արտադրանքի համար այդ աշխատելու այդ պահը չեմ վայելում, Ենք շատ լավ կետի իրականում եկար վաճառել, ուղղակի վաճառել ինչ-որ պրոդուկտ, թե ուղղակի վաճառել ես որ կարդում էի մի քիչ մարքեթինգի մասին, շատ կային իհարկե տարբեր խոսքեր, բայց ամենաշատը որ տպավորվեց, որ վաճառում ենք ոչ թե ինչ-որ պրոդուկտ, այլ վաճառում ենք մտածողություն, վաճառում ենք կենսակերպ ու սենց ինչ-որ տարբեր բաներ, որոնք գնում կպնում են մարդուն։ Օրինակ, ինչի էի ասում, որ լսում ենք լիքը տարբեր գովազդներ ու շատ քչերն ա որ հիշում ենք, որովհետև եթե նույնիսկ եթե ինչ-որ անիմաստ ապրանքի մասին գովազդա, մենք նույնիսկ հակառակ ազդեցությունն է իմ վրա օրինակ ունենում, սկսում եմ անկախ ինձնից ատել, օրինակ թեմուն ես ատում եմ, որտեվ այնքան շատ է իր գովազդները, ես չեմ կարողանում դա նույնիսկ նայել, բայց երբ որ sense քեզ կպնող, քո կյանքին կպնող ինչ-որ գովազդ է լինում, որ sense դու չես էլ նկատում, որ դա մարքեթինգ է, չես էլ նկատում, որ դա գովազդ է, այդ շատ լավ է էլի աշխատում, ոնց է ստացվում այդ մարքեթինգը, ոնց է անում, ոնց է որ օրինակ just do it-ը բոլորս գիտենք ու արդեն քանի տարի է, երբեք ոչ մեկ դա չի մոռանում, տեսնում ենք sense ինչ-որ հոգեհարազատ բան ենք զգում դրա հետ։ Մանավանդ հիմա այդ հաշվի առնելով այս ոդկասթին չենք խոսապի AI-ից խոսել, հաշվի առնելով AI-ը եւ իր հետ բերած փոփոխությունները, ինչպես միշտ ու առավել եւս հիմա շատ կարեւոր է մարդու բնույթը մարքեթինգում ուսումնասիրելը ու մարքեթինգը շատ լավ նշեցիր, որ իրականում մենք չենք վաճառում ապրանք, այդ շատ վաղուց չեն վաճառում ապրանք, հիմա շատ ավելի վաճառում են փորձառություն ու հիմա շատ ավելի վաճառում են պատմություն իրական այդ storytelling ասվածը հիմա ես մտածում եմ այս փուլում մարքեթինգի, հա, որ բազում գործիքներ կան ամեն ինչ շատ ավելի հեշտ անելու, միտքը ու իրական պատմությունը հեշտ հասցնելը ամենակարևոր բանն է, ճիշտ հասցնելը, ճիշտ մարդկանց հասցնելը տեղին ու մարդու բնույթը մեկա ազդակները հիմա մարքեթինգի հատկապես Հայաստանում էլ ազարգանում շատ վարքագծային մարքեթինգ, նեյրոմարքեթինգ, այդ նեղ մասնագիտացումները շատ ավելի հնարավորություն են տալիս շատ ավելի լավ ուսումնասիրել մարդու որոշումների
հիմքը, դե իհարկե մեր որոշումների շատ մեծ մասը ենթագիտակցաբար են կանում ու դրա մասին գիտեն շատ մարքետոլոգներ ու ես մտածում եմ, որ այս փուլը, այս storytelling-ի, այս իրականության, այդ աուտենտիկության փուլը կարա մարքեթինգային նենց սիրում արշավներ, պատմություններ գրի հետագա դասագրքերի եւ մարքեթինգային գրքերի համար, որ կարա շատ հետաքրքիր լինի։ Այսինքն մարդիկ չեն ծանրաբեռնի իրենց տեխնիկական ամեն ինչով, բայց կաշխատի միտքը, կաշխատի մարքեթինգային մտածողությունը, հենց տեղա որ գալիս է կրթությունը, փորձը, մարքեթինգային մտածողությունը, հատկապես տենց շատ նեղ մասնագիտացված վարքագծային մարքեթինգը, ինչպես նշեցի, նեյրոմարքեթինգը, որ ուղղակի աշխատացնելով հնարավոր է, որ հատկապես ունենալով data, էլի որ վերադառնանք, ստեղծել ազդեցիկ արշավներ, դիրախավորել ճիշտ մարդկանց, ու մարքեթինգը շատ ավելի շատ вообще գովազդը չի պրոստը այն չի ինչ որ մենք առաջ շատ տարիներ առաջ այդ միտքը կար, հա, որ մարքեթինգը այնա, որ քեզ ինչ որ բան տալիս են, ասում են վաճառի, вообще չի։ Մարքեթինգը այնա, թե դու ինչ ես ուզում, որ քեզ տան, որ դու վաճառես, սկսենք այդտեղից, շուկան ինչա ուզում, որ դու իրան վաճառես, ինչ փորձառության պակաս ունի։ Ու հաշվի առնելով, որ հիմա մարդիկ իրոք տենց ավելի գրագետ են ապրանքներ ընտրում, ինչ են առնում։ Իհարկե կան շատ իմպուլսիվ գնումներ, չգիտեմ, նորաձևությունն է մեզ այդ թելադրում, բայց նաև նորաձևության հակառակ ճյուղը կա, որ ասում են քիչ արեք, մտածված արեք, շատ կարևոր է ճիշտ մեսեջները հասցնել, օրինակ այն ոլորտում, որը իմ պրոյեկտը էս պահին է, այնտեղ ոնց որ beauty ոլորտ է, տենց տարբեր պրոցեդուրաների խնամքի ու այնտեղ շատ հետաքրքիր մի հատ բան եմ հասկացել, որ մարդիկ ընտրում են մարդկանց ու մոտ գնան, ոչ թե ընտրում են product ինչ առնեն, ոչ թե ընտրում են ծառայություն, այլ ընտրում են մարդկանց, որտեվ հիմա փոխարինող ապրանքները կամ ծառայությունների մասին, եթե խոսենք, ծառայությունները շատ են ու նույն բանը մի քիչ այս կազմով, մի քիչ տարբեր, մի քիչ նույնը հնարավոր է շատ տեղերում գտնել։ Ոստեղ ինչն է արդեն որ քեզ գրավելի է մարդը, ով է անում է, ում մոտ դու գնում ես, դրա համար այդ ավելի է կարևորվում հիմա։ Օրինակ ես իմ ընտրությունները շատ դեպքերում այդպես եմ անում, որտեղ ես ինձ ավելի կոմֆորտ կզգամ, խոսքս այդ ծառայությունների մասին է ավելի շատ, որտեղ ինձ ավելի լավ եմ զգում, որտեղ ինձ ավելի լավ են սպասարկում, ավելի լավ են վերաբերվում, իմ մոտ ամենամեծ կշիռը այդ ունի, ես միանշանակ գնում եմ այդտեղ, նույնիսկ եթե ծառայության որակը մի փոքր զիջի, այդ ինձ համար ավելի ընդունելի է, քան օրինակ ինձ վատ սպասարկեն։ Այդ միանշանակ, հա, որովհետև իրոք մենք փորձառություն ենք գնում ցանկացած ապրան գնելուց մեկը հիմքում փորձառությունն է ու այն ընկերությունները ովքեր քեզ կփորձեն իրականում դարձնել community մաս ու վաճառել փորձառություն կունենան հաջողություն հնարավոր է շատ լավ կազմակերպված արշավով, մարքեթինգային արշավով վաճառել շատ վատ product, շատ վատ ծառայություն։ Հնարավոր է շատ կարճ ժամանակով։ Հա, երբեք ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է այդ երկարաժամկետ անել։ Իհարկե հնարավոր է մարդկանց ստիպել, որ փորձեն քո product-ը, հավատան, բայց այդ մի անգամվա կյանք ունի։ Այսինքն լավ մարքեթինգ առանց լավ product-ի չի կարա լինի։ Հիմա որտեվ ֆիդբեքերի մշակույթն էլ է բավականին զարգացել, մարդիկ ֆիդբեք են տալիս, մարդիկ եթե կան ինչ-որ application-ներ այնտեղ են լրացնում ու նույնիսկ մեզ մոտ արդեն դա շատ տարածված է։ Ու նույնիսկ եթե այդ հարթակներն էլ չլինեն, իրար հետ խոսում են մարդիկ ու ես հիշում եմ այն ժամանակ, որ սովորում էի, դեռ դա շատ առաջ էր, մի հատ դասախոս ունեինք, որ ասում էր ամենալավ մարքեթինգը այն է, որ դուք իրար պատմում եք, չէ՞, դու գնալու ես տուն, ասելու ես մի հատ խանութ գնացի շատ լավ, ներստեղից էս առա հաստատ կաշխատի, մյուսն էլ կգնա այդտեղից կառնի ավելի լավ, քան օրինակ մենք հեռուստացույցով մի հատ գովազ միացնենք սրա մասին։ Ամենալավը դա աշխատելու ու այդ էլի այդ ֆիդբեքի ձևն է, ֆիդբեքի մեխանիզմն է, ինչքան սա ավելի շատ զարգանա, այնքան ավելի դժվար է լինելու։ Պրոստը երբեք չեմ հավատում, որ հնարավոր է վատ product վաճառել։ Գոնե ոչ երկարաժամկետ, հաստատ հնարավոր է մի քանի ամսում շուկայում հայտնվել, ինչ որ բում անել, հետո անհետանալ, ծախսելով լիքը միջոցներ, հա, նույնիսկ մեզ որպես հա գործատու ընտրելուց, եթե այդպես նայենք, ես իմ մասով ասեմ, իմ փորձով, եթե այդ գործատուի պատմությունը, արժեքները, նպատակները, տեսլականը ինձ չեն ոգեշնչում,
ու ես չեմ հավատում դրան, ու ես չեմ ուզում մաս կազմեմ դրան, ես չեմ կարողանում, որովհետև եղել է կյանքումս փորձառություն, որ փորձել եմ աշխատեմ ինչ-որ ընկերությունում, որի պրոդուկտին չէի հավատում, հետո շատ կարճ տենց ամիսների կյանք ունեցավ, ու շատ կարևոր է ուշադրություն դարձնել ընդհանուր ընկերության արժեքներին, տեսլականին, մարքեթինգային արշավներ ներկայացնելուց, ոչ միայն տենց սիրուն կրեատիվին, նույնիսկ հիմա այդ շատ պոլիշ կրեատիվները եւ ամեն ինչը էլ այդքան ես էլ եմ զգում, որ ավելի բնական կոնտենտն է հիմա տարածվում։ Հա։ Նույնիսկ այս վերջում մենք ինչ որ բան էինք արել, ֆոտոշութ էինք արել ու ուզում ենք, որ հանգարտ շատ մշակած չլինի նկարները, չգիտեմ, թեկուզ դեմքի պրոցեդուրաներ էինք ցույց տալի, բայց չէինք ուզում, որ շատ մշակած լինի, տենց շատ բնական լինի, հատկապես ամեն դեպքում այսօր Նյու Յորքի այդ ամբողջ աղմուկի մեջ, որ տենց լիքը նույն պրոդուկտը առաջարկող ընկերություններ է, իհարկե դե ընտրողների չափն էլ է շատ մեծ, իրական լինելը շատ օգնում է մեր բրենդին։ Մի անգամ տենց մի բան էի կարդում, հիմնականում սպորտային ակումբների, գովազդների հետ էր կապված, ինչ որ մեկը ոնց որ բողոքում էր, թե ինչի են բոլոր սպորտային ակումբների գովազդներում, ինչ որ sense շատ մարզված, մկանոտ մարդիկ կամ շատ նիհար ինչ որ գեղեցիկ մարմիններով մարդիկ, իրականում այդ իրականությունը չի, չէ, եթե նայենք սպորտային ակումբներ հաճախողներին, ոչ բոլորն են այդ կազմվածքով կամ մարդիկ գնում են, որ ձեռք բերեն այդ կազմվածքը կամ ուղղակի գնում են առողջ լինեն ու ասում են ինչքան ավելի հաճելի կլինի, որ մեր նման մարդիկ լինեն այդ գովազդներում, ոչ թե ինչ որ արհեստական կերպարներ, որ մարդիկ հասկանան իրանց նման ինչ որ մեկն է գնում, ինքն էլ կոգեշնչվի կգնա, բայց կարող է դա հակառակ աշխատի, երբ որ տեսնում է բոլորը շատ գեղեցիկ են, sense իդեալական կազմվածքներով են, նույնիսկ կարող է չուզենա էլի այդտեղ գնալ։ Շուկան մի քանի տարի է արդեն, որ լրիվ այդ ուղղությամբ է գնում ավելի իրական լինելու, նույնիսկ եթե նայենք նորաձևությունը, նույնիսկ չգիտեմ տարբեր արշավներ միջազգային բրենդերի կողմից, թեկուզ հագուստ, ներքնազգեստ արտադրող արդեն այդ գեղեցկության ստանդարտները, մոդելների ստանդարտները շատ փոխվել է, ինչը աչքին շատ հաճելի է ու շատ իրական է։ Այդտեղը միշտ ավելի հեշտ է ընտրել։ Ու բացի իրականը ես նկատել եմ հենց ինձ վրա, որ նաև այդ անհատականացված մոտեցումն է բավականին լավ աշխատում։ Օրինակ անցած տարի Spotify-ը տարվա վերջ որ սկսեց ուղարկել, թե դու ինչն ես ավելի շատ լսել, ինչ երկրի երգեր ես ավելի շատ լսել, ժանրը ու sense ինչ որ լիստ, ոնց որ քեզ ուղարկեց, որը պատմում էր քո մասին, sense մի տեսակ քեզ կարևորված ես էլի զգում, որ ու ինձ թվում է դա էլ է հիմա բավականին լավ աշխատում։ Կամ Coca-Cola-ի արշավը, որ սկսեց շշերի վրա ինչ որ անուններ գրել, ինչ որ էլի տենց բում առաջացրեց, չէ՞, մարդիկ սկսեցին իրար ուղարկել, հետաքրքիր ինչ որ բաներ, տպավորիչ օրինակներ կան, որ նայում ես ու մտածում ես մարդիկ իրոք ինչ հետաքրքիր բան են էլի մտածել ու ինչ լավ է աշխատել է։ Մարքեթինգը շատ տարբեր տեղերում է ու ամենասկզբում ես որ ասեցի փողոցում կամ չգիտեմ սոցիալական ցանցերում իրանք շատ տարբեր են ու բազմազան են ու օրինակ մենք որ ասում ենք մարքեթինգ պատկերացնում ենք որ մի մարդ է ամեն ինչին տիրապետում է բոլորով պետք է զբաղվի բայց դե ես ենթադրում եմ որ սրանք տարբեր ավելի նեղ մասնագիտություններ են որն է քեզ ավելի հոգեհարազատ ինչն է իրանց հիմնական տարբերությունը որ դեպքում օրինակ ավելի լավ է մարքեթինգ անենք սոցիալական ցանցերում որ դեպքում ավելի լավ է ինչ որ պոստեր կպցնենք բոլորը գան դա տեսնեն մարքեթինգային ուղղությունը ընտրելը, հա, ոնց որ այդ կախված է տվյալ արշավից ու տվյալ ընկերության նպատակից այդ պահին։ Իհարկե բյուջեից եւ ամեն ինչից ինչ որ պրոդուկտներ կան, որ եթե խոսում են բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու մասին, այդտեղ գալիս են լրիվ տարբեր չենելներ, հա, մարքեթինգային աշխատելու ոնց որ կա մարքեթինգային ֆանը, որի միջոցով պետք է անցնի քո պրոդուկտը, քո բրենդը ու կախված որ փուլում ես, տարբեր գործիքներ են մարքեթինգային աշխատում։ Իհարկե կան գործիքներ, հատկապես հիմա դե ամենատարածվածը ու օրինակ հեռուստատեսության եւ գովազդային արշավների հետ ավելի համատած երևի ավելի մատչելին սոցիալական հարթակներն է,
շատ մեծ մարքեթինգային ուղղություն է սպահին ինֆլուենսեր մարքեթինգը Այդ դրա մասն էլ ուզում խոսեինք։ Առաջ օրինակ դա չկար, մենք որ փոքր էինք, ես հիշում եմ ամենաշատը դե հեռուստացույցով ինչ-որ գովազդներն էինք լսում, որ ուղղակի անգիր էինք անում, արդեն դրսում եկել անկախ մեզնից այդ երգերն էինք երգում, որոնք ուղղակի իրականում գովազդ էին, երգել չէին։ Հիմա բայց դե երևի հեռուստացույց նայող մարդկանց թիվը հաստատ ավելի քչացել է ու ենթադրում եմ, որ այս գովազդն էլ արդեն այնքան էֆեկտիվ չի, ինչքան ինֆլուենսերների կողմից արվող մարքեթինգը, այսինքն բավականին փոխվեց, էլի մի քանի տարվա մեջ իրականում մեր ահագին մեծ այս իրականությունը փոխվեց ու չգիտեմ, մասնագիտական առումով ոնց է այս փոփոխություններին արագ հարմարվել է կամ ով կպատկերացներ առաջ, որ ուղղակի կարելի է մեծ գումարներ ծախսել ինչ որ մի քանի րոպեանոց վիդեոների համար, որ սոցցանցերում են պատտվելու ու բոլորը տեսնելու են։ Այս շատ հետաքրքիր է իրականում։ Իրական մարքեթինգը հենց դրանով է հետաքրքիր ու դրանով է որ անընդհատ պետք է սովորես ու շատ ճկուն լինես շուկային հարմարվելու համար, անընդհատ փոխվում են գործիքները, հիմա է փոխվում 2 տարի հետո է այլ լինելու ու կարևոր է այդ գործիքները ճիշտ օգտագործես։ Մի քիչ առաջ որ խոսում էինք ընկերությունների աուտենտիկ լինելու, իրական լինելու եւ storytelling ունենալու մասին, այս նույնը շատ լավ կարա տարածվի նաեւ ինֆլուենսերների, ինֆլուենսեր մարքեթինգի վրա, այսինքն շատ բրենդեր օրինակ, որ ինձ կարա այս պահին կարա խանգարի ու հակառակը կարա շատ տպավորի, շատ ճիշտ են ընտրում ինֆլուենսերներ։ Որտեղ ինֆլուենսեր մարքեթինգը կարա բրենդին հաջողություն բերի, վաճառքներ ապահովի, եթե ճիշտ է ընտրված ինֆլուենսերը, եթե համապատասխանում են արժեքները, բրենդի լեզուն ինֆլուենսերի լեզվի հետ, եթե այդ ինֆլուենսերը իրոք քո սպառողն է, եթե իրական համապատասխանում է, ես դեպքեր եմ տեսել հենց օրինակ հայկական շուկայի մասով բերեմ, դե իհարկե չեմ նշի անուններ կամ բրենդեր, բայց ինչ որ մի ինֆլուենսեր ամբողջ օրը ցույց է տալիս, թե ոնց այն կշպարվում ու ինչ բրենդեր այն օգտագործում, ենթադրենք, չգիտեմ, Dior, Chanel, ոչ միջին, ոչ էժան, մեկ էլ ինչ որ մի 5 օր հետո ինքը գովազդում է շատ մատչելի Ես ընդհանրապես դեմ չեմ մատչելի պրոդուկտ գովազդելուն, բայց ես չեմ հավատում այդ գովազդին, չեմ հավատում այդ ինֆլուենսերին ու այստեղ երկու կողմանի է համագործակցությունը գալիս, որ եւ ինֆլուենսերը պետքա կարողանա հրաժարվի եւ գովազդատուն պետքա կարողանա ճիշտ ինֆլուենսեր ընտրի, բայց իհարկե կան ֆանտաստիկ ստացված դեպքեր, որ sense նայում եմ, ես դաժե տենց մտածում եմ նույնիսկ եթե ես գովազդել չի, կարար որտեղ շատ համապատասխանում է տվյալ ինֆլուենսերը այդ բրենդին։ Դե հա, եթե դու վստահում ես այդ մարդուն նայում ես, հետևում ես, անկախ քեզնից կվստահես նաև այն ապրանքին, որը ինքն է ընտրել։ Ուղղակի պետք է իրոք ինքը ընտրի այդ ապրանքը, որ հավատաս։ Իսկ դա երևում է։ Իրոք երևում է։ Երևում է, որ իրոք այդ ինֆլուենսերը պետք է ամեն ձև համապատասխանի քո բրենդին։ Չգիտեմ Էլի եմ նշում բրենդի լեզուն ու ինֆլուենսերի լեզուն պետքա նույնը լինեն, արժեքները պետքա տենց համապատասխանեն ու ճիշտ ընտրված ինֆլուենսերը կարա միայն ու միայն դրական ազդեցություն թողնի, այս պահին շուկան շատ ինֆլուենսեր մարքեթինգի մասին է, ցուցական հարթակների մասին է, իհարկե նաև օֆլայն մարքեթինգի մասին է, փորձառությունների, իվենթների, մեկը միշտ եղել է իվենթներն էլ են շատ մեծ մաս կազմել մարքեթինգի, հիմա էլի շարունակում է օֆլայն փորձառությունների տարբերակը աշխատել մարքեթինգում ու ավելի քան երբևէ մարդկանց մասին է մարքեթինգը հիմա։ Մի քիչ արի մարքեթինգը չափելուց էլ խոսենք, այս էլ ինձ համար կարևոր թեմա, որ կարող ենք շատ մեծ բյուջե տրամադրել, կարող ենք փոքր բյուջե տրամադրել, բայց պետքա վերջում հասկանանք, ես մեր տրամադրած բյուջեն իր էֆեկտը տվեց, թե չտվեց, ինչ գործիքներով ենք օրինակ ես ասելու։ Մի քիչ կան մարքեթինգի գործիքներ, որոնց դեպքում ես պատկերացնում եմ, մի քիչ կան, որ չեմ պատկերացնում։ Դիջիտալը ամենաչափելին է, այդ ամենահեշտ տարբերակն է, էլի, դրա համար, բայց կան գործիքներ ու ընկերության աշխատանքի տարբեր փուլերում, օրինակ երբ որ ընկերությունը այդ Հայաստանում շատ տարածված էր սկզբում, մի քանի տարի առաջ, երբ որ ընդհանուր նույնիսկ չգիտեմ, 10 տարի առաջ երևի շատ ընկերություններ նոր սկսել են մարքեթինգային բաժիններ ունենալ, չէ, 10-15 տարի առաջ։ Հիմա կան նաև, ես նայում եմ, կան նաև շատ հրաշալի դպրոցներ,
ովքեր մարքեթինգի, հա, ես Instagram-ով եմ նկատել մի քանի բան, մի աղջիկ կա, որ շատ գրագետ խոսում է ու իր դպրոցն էլ բավականին հետաքրքիր է, այնտեղ տեսել եմ, որ էլի դասավանդում են մասնագետներ, ովքեր շուկայում փորձ ունեն, աշխատում են ու ընդհանրապես անունը չեմ հիշի ճիշտն ասած դպրոցի, բայց կարծում եմ շատ չեն Հայաստանում բավականին գրագետ են ու բայց հա, եթե վերադառնանք մի քանի տարի առաջ, շատ մարքեթինգը brand awareness-ի հետ էր շատ ասոցացվում, այն ժամանակ այդ ATL մարքեթինգը, որը ամեն ինչ ներառում էր։ Դե TV-ին չափելի է, օրինակ ինչ որ չափով, չգիտեմ, TV-էր, ռադիո էր ներառում, արտաքին բաներներ էր ներառում, ամեն ինչ ներառում էր ու առանց չափման գործիքների, առանց չափելիության։ Իսկ արհեստական բանականությունը ոնց ինչ փոփոխություններ բերեց։ Ճիշտ օգտագործելու դեպքում, իհարկե շատ եմ նշում, ճիշտ օգտագործել, ճիշտ թիրախավորել, բայց ինքը անսահման հնարավորություններ է տալու։ Բայց հենց այստեղ է, որ մարքեթինգի մասնագետի հմտությունները, ինչպես նշեցի, մարքեթինգային մտածողությունը, գիտելիքը շատ պետք է գալու, որտեղ այդ արհեստական բանականությունը պետք է կառավարել։ Այսինքն ինքը քեզնից վերցնելու է ինչ-որ տեխնիկական task-եր, լինելու է օգնական, բայց չի լինելու որոշում կայացնող, չի լինելու ընտրող ու այստեղ հենց մարդու բնույթը ու շուկան լավ իմանալը ու մտածողությունը շատ կարևոր է։ Ոնց ես օգտագործում այդ արհեստական բանականությունը, հա, երբ որ պրոստը կարա ինքը գործիք լինի, տենց որ մեխանիկական կամ տեխնիկական task-երի համար օգտագործես, բայց կարա տենց որպես խորհրդատու, օրինակ փոքր թիմերի դեպքում կարա որպես թիմի անդամ լինի, բայց ավելի շատ օգնելու առումով։ Ինքը արդեն այնքան օգնում է, որ հնարավոր է փոխարինի օրինակ ինչ-որ մասնագետի, թե չէ, ինչ ես կարծում։ Այս պահին ես չեմ կարծում, որ փոխարինում է իր հնարավորություններով։ Այս պահին ես չեմ տեսնում մարքեթինգային սենց գծի մեջ ինչ-որ մի մասնագետի, ում փոխարինել է։ Բայց իհարկե ամեն ինչ շատ արագ է փոխվում, եթե մենք այստեղ խոսենք 2 տարի հետո, ես կարող եմ լրիվ ուրիշ պատկեր ասեմ ու ուրիշ պատկեր տեսնեմ։ Որտեղ օրինակ ոչ մեկ չէր պատկերացնում, բայց հիմա այդտեղ էլ անելիք կա, չէ՞, շատ դեպքերում երբ որ ինչ-որ մի բան ես ռիսերչանում ուզում ես գտնես, թե որտեղ այս ծառայությունը ամենալավը, էլի գնում ես, ես օրինակ էլ չեմ փնտրում ոչ միտեղ, գնում եմ միանգամից տարբեր AI-ների եմ հարցնում, օրինակ Իտալիայի տրիփ ասեմ, գնում եմ Իտալիա, որտեղ ավելի համով ուտելիքը, որտեղ ուտեմ, ինչ ուտեմ, այստեղ էլի բացի այն, որ ինքը կարող է ինչ-որ չափով վերցրել է մարքեթինգի աշխատողներից ինչ-որ գործ, բայց նաև առաջացրել է լիքը նոր գործ։ Այդ շատ լավ ես նկատում, ես հենց այդ իրականում հատկապես digital marketing-ների եւ լրիվ AI friendly content ստեղծելու, AI friendly կայքեր ստեղծելու մասին է արդեն խոսքը, որովհետեւ այդ Google search-ը ու տրադիցիոն այդ բոլոր մեթոդները AI-ում էլ չեն աշխատում այս պահին ու պետք է ամեն ինչ համապատասխանեցնել, հա, սարքել, չգիտեմ, իրոք AI friendly կայքեր, որտեվ եթե քո search-ը բերում է Google-ում, չգիտեմ, Google-ում գովազդուն ես, բայց չի բերում, ChatGPT-ին քեզ խորհուրդ չի տալիս կամ մնացած AI-ները, ուրեմն այդտեղ արդեն մարքեթինգի մասնագետը աշխատելու բան ունի, հա, ու դա էլ իր հետ իր զարգացող սկիլներն ավերելու ու ես չեմ պատկերացնում, չգիտեմ, իսկ մա 2 տարի հետո լրիվ ուրիշ բաներ կխոսանք ու ուրիշ պատկեր կունենանք, ինչը վատ չի, ինչը հետաքրքիր է, բայց պետքա պատրաստ լինել, այսինքն փոփոխությունների կրթվելու, ադապտացվելու։ Պետքա պատրաստ լինելը շատ լավ է հնչում, բայց ոնց պատրաստ լինեն, ոնց հետևեն անդադես, օրինակ դու ոնց ես անում, ոնց ես միշտ տեղյակ, թե ոլորտում ինչ փոխվեց, ինչ առաջացավ, ինչ նոր բան կա։ Այս համել խորհուրդա մնացածին։ Այդ այնքան արագ է այս ոլորտում տենց ամեն օր ինչ որ եթե ես ասեմ ես ամբողջությամբ, չգիտեմ, ձեռքս պահած եմ պուլսի վրա, իրականում տենց չի։ Հնարավոր չի երևի։ Հնարավոր չի, չէ, ես մտածում եմ օրինակ տենց բազում նյուզլեթերներ ունեմ, տենց ինչ որ տարբեր, որ անպայման ստանում եմ, կարդում եմ ինչ որ հոդվածներ, ինչ որ կայքեր ունեմ, որ ամեն օր պետք է այցելեմ, բայց անհնար է հետևել ու հասցնել փոփոխություններին։
Հիմա ինչ որ էլի AI-ներ կան, որ թույլ են տալիս հավաքագրես քո բոլոր այդ newsletter-ները, որոնց դու հետևելու ես, իրանք ինչ որ summarize անեն, վերադարձնեն դու արդեն այդ ամբողջը չկարդաս, մի մասը կարդաս։ Հա, այդ ագենտների ստեղծումը եւ այլն, հա, հիմա շատ մեծ տարածում ունի։ Չեմ կարող շատ բան խորհուրդներ տալ, օգտակար խորհուրդներ տալ այստեղ, որտեվ ես էլ փորձում եմ ամեն ինչը ադապտացնել առօրյա աշխատանքում եւ ագենտները եւ AI-ը եւ փորձում եմ ու չունեմ բանաձև ոնց հասցնել, ոնց կարելի է, ոնց հնարավոր է, բայց կարևոր է պահը չբաց թողել, այսինքն կոմֆորտ ժամանակներ չի տենց աշխատանքը պրոստը մի հատ հետաքրքիր բան կա, որ ինձ շատ դուր է գալիս Նաև ենթադրում եմ հայկական շուկայում էլ արդեն փոխում այդ նեղ մասնագիտացումներն են թեկուզ մարքեթինգի բաժինները շատ ավելի ծավալուն են դառնում ու ավելի նեղ մասնագիտացումներով մասնագետներ են աշխատում ու այդտեղ ավելի գրագետ ալինելու ամեն ինչ ավելի գրագետ փորձաձևավորվելու թեկուզ նույն չափելիության մասին, որ խոսում էինք, նեղ մասնագետները շատ ավելի լավ հարցեր են լուծելու։ Արդեն նոր այս ոլորտ մտնող մարդկանց համար, ինչ որ մարդկանց համար կարող է նույնիսկ վախենալ լինի, այս sense անորոշ որ խոսում ենք կամ չգիտեմ, մարդիկ կան ավելի շատ են հետաքրքրված, ավելի շատ են ուսումնասիրում։ Դու ինչ խորհուրդ կտաս արդեն հիմնվելով քո անցած ճանապարհի, քո անցած փորձառության վրա։ Ինչ անեն, ինչ չանեն, ինչ սխալներից խուսափեն։ Ինչ են պարտադիր բախվելու։ Ինձ մոտ սխալներից պետք չի խուսափել։ Սխալներ պետքա պարտադիր անել։ Ու անպայման ինձ թվում է որոշել անել, սովորել ամենակարևորը մի քիչ առաջ խոսում էինք, որ բոլորիս մասնագիտությունները չի համապատասխանում մեր ստացած կրթությանը, եթե հնարավորություն ունեն ընտրեն մասնագիտություն, որը ուզում են, ու ստանան մաքսիմում կրթություն, փորձեն տարբեր տեղեր, եթե հնարավոր է, չգիտեմ, պրակտիկաներ, հիմա ինձ թվում է շատ ընկերություններ տալիս են հնարավորություններ երիտասարդներին պրակտիկաներ անցնելու ու պատրաստ լինել, տենց շատ սովորել, ինչքան մարդ տեսնել իրանից, փորձել ինչ-որ բան վերցնել, շատ խորանալ, որովհետև այս պահին այնքան շատ է աղբյուրը, իհարկե մյուս խնդիրն էլ ոնց ֆիլտրել այդ ամբողջ աղբյուրի մեջից լավ ինֆորմացիան, վատ ինֆորմացիան, բայց օքեյ է, եթե նույնիսկ կարդան լավ ինֆորմացիա, կարդան վատ ինֆորմացիա, նույնիսկ սխալ, իրենք էլ կսովորեն ֆիլտրել, բայց ենթադրում եմ շատ ճիշտ ոնց որ նպատակներ սահմանել, հստակ որոշել, որ եթե այս մասնագիտությունն ես ուզում, իսկ ես շատ իմ համար լի փորձառության մասնագիտություն է, տարբեր անդադ զարգացող, շատ դինամիկ աճող եւ միջազգային շուկայում եւ Հայաստանում։ Միտեղ մի հատ գրաֆիկ տեսա, որ մարքեթինգը համարվում էր տրենդային, ամենահետաքրքիր առաջին հայացքից մասնագիտություններից մեկը, որ մարդիկ շատ են ձգտում մարքեթինգին, բայց հարցումներ էին արել ու հարցվածների 58%-ը մարքեթինգով զբաղվողների բռնաութի մեջ էր։ Ու անկախ հարցենա, որ ինքը այնքան թեթև, այնքան հեշտ չի, ինչքան քանի դեռ դու չես զբաղվել դրանով, կողքից ուղղակի պատկերացնում ես։ Բայց ինձ թվում է այդ բոլոր մասնագիտություններն են վերաբերվում։ Հա, միգուցե։ Ինձ թվում է, հա, burnout-ը ինձ թվում է այս պահին տարածված ցավալի երևույթ է, բայց բոլոր մասնագիտություններին վերաբերվող ուղղակի պետքա մասնագիտությունը sense տարբեր կողմերից ուսումնասիրել, մենակ այդ իր փաթեթավորումով չնայել ու պատրաստ լինել ցանկացած մասնագիտություններ ընտրեն, դժվարություններ լինելու է, սխալներ լինելու է, կարևորը փորձն է ու կարևորը աշխատասիրությունը իմ կարծիքով։ Մանավանդ այդ սկզբնական փուլում ես ասեցի, որ մարքեթինգով որ սկսեցի աշխատել, ես հիշում եմ, որ օրինակ ինչ որ բան էին ինձ ասում, ինչ որ task ունեի, ընդհանրեն գիտես, ասում էի, հա, ու ես պատկերացում չունեի ինչի մասին է։ Ես էլ եմ արել։ Հա։ Լիլիթ կներես։ Ասում էր, գիտես, ասում էի, հա, բան։ Ու իրոք պատկերացում չունեի, բայց ես հիշում եմ, քանի գիշեր չեմ քնել, օրինակ, ինչքան ժամանակ եմ
բայց ոչ մի օր, ոչ մի վարքան ես չեմ փոշմանում եւ այդ ամբողջ սոցիալական կյանքից կտրվելու համար, ամբողջությամբ աշխատելու համար, որովհետև հենց այդ ձևավորել է մասնագետ ու իրոք ես գնում էի տուն ամբողջ գիշեր կարդում էի պատրաստում էի չգիտեմ ինչ մի երկու օրում տանում պատրաստում էի կամ հաջորդ առավոտը էս աման ու դենց անմեղ դեմքով ոնց որ ես այդ ամեն ինչը միշտ իմացել եմ բայց հենց այդ աճկունություն էլի ոնց որ բերում ու չվախենալու ընդհանրենք դենց երբեք չի լինելու որ դու ամեն ինչ իմանալու ես երբեք ոչ մի վերցնենք այս վերջում McDonald's-ի кейսը, հա, որ մի քիչ առաջ խոսում էինք, որ անհատականացումը մարդկանց բիզնեսում լինելը շատ կարևոր է ու ինչ արեց McDonald's-ը, որ իրանց ղեկավարը ուտում էր բուրգերները ու ինչքան վատ պատմություն ստեղծվեց էլի դրանից Даже McDonald's-ն է այս իրավիճակում սխալվում, որ չգիտեմ, մարքեթինգային գրքեր են գրվել, հա, McDonald's-ի օրինակներով եւ լիքայել Okay, այսինքն չկա ինչ-որ մի պա, չի գալու ինչ-որ մի պա, որ դու չես սխալվելու, իհարկե շատ ցավոտ է, մեկ է տենց սխալվելը, թեկուզ եթե փոքր սխալ է, բայց հա, այդ լրիվ նորմալ է, մանավանդ սկզբի շրջանում, երբ որ դու սովորում ես, ու կարևոր է իմ համար ամեն դեպքում իմ աշխատանքային փուլում շատ կարևոր եղել սովորել մարդկանցից։ Ես մինչև հիմա տենց շատ հաճախ անում եմ people watching ամեն առումով եւ մասնագիտությունում եւ նույնիսկ տենց կյանքի տարբեր փուլերում, որտեւ ես ուզում եմ սովորեմ մարդկանցից, ուզում եմ անընդհատ ընկալեմ մարդկանց, ով ինչ արեց, ոնց արեց, որտեւ այն փորձը, որոնք կարան հատկապես տան լավ մասնագետները որոնց կարես սովորես, այդ շատ անգնահատելի բան է, ոնց էի նշում, որ կարևոր է ճիշտ տեղից սկսել, հա, ճիշտ հատվածում միջավայրում հայտնվել, եթե հայտնում ես ինչ-որ միջավայր, որտեղ աշխատասեր են, որտեղ իրոք հոգ են տանում այդ բրենդի մասին, աշխատանքի մասին, վերաբերմունք աշխատանքին լրիվ ուրիշ է, այտենց մասնագետակում մեջ ձևավորվում։ Հետաքրքիր է, մարքեթինգում երբեք չեմ աշխատել, բայց ինչ նշում ես, այնքան հոգեհարազատ ու կիրառելի է նաև իմ ոլորտում ու մտածում եմ երևի բոլոր ոլորտներում։ Եթե աշխատելու ես ու իրականում հոգ չես տանելու քո արած աշխատանքի մասին, իմիջիայլոց ես անելու, ոչ մի ոլորտում էլ երբեք չես հաջողի էլի։ Այդ միանշանակ է, ինձ թվում է իզուր չի էլի, որ տենց պետք է իրոք ընտրես այդ աշխատանքը սիրես, գնահատես, արժեք ստեղծես։ Ասում են, եթե ընտրես նենց աշխատանք, որը սիրում ես, ստիպված չես լինի ոչ մի օր աշխատես։ Հա։ Մի քիչ ապազանցված եմ։ Հա, մխենք ամեն օր աշխատել։ Բայց այդ people watching-ն էլ որ ասցիր, դա էլ հետաքրքիր, էլի չեմ հիշում որտեղ հանդիպեցի ու մասին էր, բայց հետաքրքիր է, չենքան արագ են քրիլերի ու ինչ-որ բաների միջոցով ինֆորմացիան ստանում, որ մենակ բովանդակությունն ենք հիշում, կողքի ոչ մի բան չենք հիշում, բայց կներեք։ Ինչ-որ մեկը գնում էր ու ամեն օր նստում էր ինչ-որ սրճարանում, ինչ-որ երկար ժամանակ ու մատուցողին ոնց որ հետաքրքրում էր էլի ինքը ով է։ Գնում էր ինչ-որ մի աջուր էր օրինակ պատվիրում ու ժամերով նստում էր մի շաբաթ sense շարունակ, հետո մի օր մոտենում այս մարդուն հարցնում է, բա դու ով ես էլի ոնց որ ես գալիս ամեն օր սեղ նստում, այս մարդն ասում է, ուղղակի մարքեթինգի մասնագետ եմ, գալիս եմ նստում եմ, մարդկանց եմ նայում։ Գալիս եմ, ով որ ժամին է գալիս սրճարան, ինչ են անում, ինչ են ուտում, ասում եմ, միայն իմ դատան ոնց որ հարստացնելու է ու իմ գործին օգնելու է։ Հետո գիտես ինչն է կարևոր նաև իմ կարծիքով մարքեթինգում, այն շուկան, որում աշխատում ես, շատ լավ ուսումնասիրել է։ Ես մտածում եի, որ Հայաստանում իմ առավելությունը նաև է դա, որ ես որը չկա օրինակ Իտալիայում չկա այս պահին, որովհետև ես չգիտեմ ինչքան էլ ես փորձում եմ ուսումնասիրել շուկան, ես երբեք չեմ իմանա, հենց որ գիտեի Հայաստանին է, թեկուզ չգիտեմ դու գիտես տպագրության վրա եթե սենց մի հատ կետ է պետք, դու գիտես այդ որ տպարանն է լավ, ամենալավը այդ կետը տպելու կամ չգիտեմ, գիտես որտեղի բաներն է, ինչ որտեղի բաները դաժե լուսավորության խնդիր երբեք չի ունենալու, էդ էլ նշե, այսինքն հետո գիտես մարդիկ մանավանդ մեր նման երկրներում, որտեղ հիմնականում մի ազգ է ապրում, հա, տենց շատ բազմազանություն չկա ազգերի, ավելի հեշտ է շուկան ուսումնասիրել ու այդ տալիս է առավելություն, ես հիշում եմ
Իտալիայում ոնց որ ինչ որ դասախոս խոսում ենք թիրախների ընտրությունից եւ ամեն ինչից, ոնց եթե ունես product կամ ծառայություն ու ինքը ասեց հիշեք, որ եթե թանկ product կամ ծառայություն եք արտադրում, հիշեք, որ ձեր հիմնական թիրախներից մեկը լինելու են ծերերը, որովհետև խոսում ենք digital-ացնելուց մեր product-ները, ու ես ինձ ասում եմ, այս մարդուն ոնց բացատրեմ, որ вообще տենց չի, ես տենց չէի կարա Հայաստանում ասեի, ու ինչքան տարբեր է, էլի, ընդամենը երբեք ստեղ չես մտածի, որ ինչ որ թանկ բանը կարաս դու ծերերը, թոշակառուները շատ քիչ ընկերությունների թիրախում են։ Որտեվ հա կենսակերպի շատ տարբերություններ էլի ունենք։ Իհարկե։ Ու հենց այդտեղ էր գալի մեր շուկաների տարբերությունը ու այդ հետաքրքրությունը, որ ու այնքան տենց շատ ինչ որ абսուրդ համեմատություններ էր լինում, ինչ որ պահանջ ենթադրենք ինչ որ դասեր խոսում էին մակից եւ հռոմի պահանջները, ինչ պահանջներ ունեն հռոմի ծառերը, չգիտեմ ինչ բան, ծառերը, ասենք ու այդ շատ վատ տարիները շատ վատ ժամի չեմ ուզում դրա մասին տենց շատ խոսենք, բայց հա, երբ որ իրանց ու երբեք չես կարա բացատրես, երբեք չես կարա քո շուկայի վիճակը տանես ուրիշ տեղ, պետք է ասենց մի հատ լրիվ switch լինես, մտովի ու դաժե եթե չխոսանք տենց շատ հեռու, երբեք նույն իրավիճակները չես կարա տարբեր ոլորտներում կիրառես, հենց Հայաստանում։ Ես եղել եմ ժամանակ, որ աշխատել եմ 2-3 ընկերությունում ու տարբեր ոլորտներում, սենց պետքա լրիվ անջատվեի են մեկից, որովհետև մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեին։ Նույն շուկաներ, կարողան նույն մարդներ, այն մյուսի գնորդն էլ էս մյուսինն է, բայց լրիվ իր հետ խոսալու լեզուն, ձևերը ամեն ինչ տարբեր էին, միտեղ ուրիշ էին, ու այդ պետքա սենց անջատվես։ Տակրկիր է, բայց կներես ընդհատեցի, քանի որ տարբեր շուկաների հետ աշխատելու փորձ ունեցել ես, մենք ենք ավելի խոցելի օրինակ մարքեթինգի տեսանկյունից, թե ուրիշ երկրներում ոնց է, նկատի ունեմ մարքեթինգի զոհ ասվածը որ կա, հա։ Ես ինձ օրինակ չեմ համարում մարքեթինգի զոհ, մի քիչ փորձում եմ ավելի իմ վրա շատ չի ազդում, անկեղծ եթե իրոք պետք չի, ես չեմ գնալի մարքեթինգի հետևից, բայց կան մարդիկ, որ այդպես չեն ու մշակութային տարբերությունները ոնց է, օրինակ Հայաստանում ոնց է, Իտալիայում ոնց է, մյուս երկրներում որ աշխատել ես ոնց։ Ես օրինակ նկատել եմ, իհարկե ոչ մի ստատիստիկա չունեմ ու այս պահին կարող ազուտ իմ որ ավելի շատ Ասիայում են, որ շատ այդ մարքեթինգի հատկապես նորաձևության, իսկ այդ մարքեթինգը շատ ակտիվ աշխատում նորաձևության ոլորտում, հա։ Ենթադրում եմ Ասիայում են օրինակ շատ ավելի զոհ, բայց ինձ մա բոլորն են զոհ։ Նույնիսկ դու ես մի դեպք պատմեմ, աշխատում էի բրենդային խանութ էր հագուստի ու մեր թիմի դիջիթալ մասնագետը այն աղջիկը ինչ որ գովազդներ էր դնում ու իջնում էր խանութից առնում էր այն հագուստները, որոնց համար գովազդ ա դրել, ասում է առաջի դիրախը բռնված է ու ինքը դնում էր այդպես բոլորը ասում ենք սա գովազդը աշխատեց։ Ես ինքս մարքեթինգի զոհ եմ։ Ես ինչ որ ֆորմուլաներ եմ մտածել իմ համար, ասում եմ մի հատ օրինակ միանգամից առնում եմ, նույնիսկ եթե մտածում եմ առնեմ չառնեմ, ես ենթագիտակցորեն զգում եմ, որ այս ապրանքն արդեն առել եմ, գումարը տվել եմ, եթե դեռ փաստացիել չեմ տվել, բայց մտքումս այդ ամբողջ գործողությունն արել եմ։ Բայց հետո արդեն երբ որ սկսում եմ օգտագործել այդ ապրանքը կամ եթե ծառայությունն է, ու հասկանում եմ ինձ իրոք էս պետք էր, թե պետք չէր, ինձ ուրախացրեց սա, թե չուրախացրեց, ինչ որ սենց բաներ եմ սկսում մտածել ու մտովից սկսում եմ ինձ արդարացնել, որ հա, իրոք ինձ էս պետք էր, ես նես չի խաբվեցի արա։ Շատ լավ էր որ առա ու այդ դրանից ելնելով այլի որ ասում եմ մարքեթինգի զոհ չեմ։ Իրականում այդ խելացի սպառումը շատ մեծ թափ է հավաքում հիմա տենց տրենդ է։ Հա, ներդրումներն էլ են մի քիչ հիմա տարածվել, դրա համար ինձ թվում է սկսել են մարդիկ ավելի շատ մտածել։ Մի քիչ մարքեթինգի մասնագետների համար վատ, բայց նաև ինձ դուր է գալի, ես ինքս էլ եմ փորձում այդպես անել, օրինակ կյանքի ինչ որ մի փուլում, այս փուլում կոնկրետ կան ոլորտներ, որոնց համար ես առաջ կաշխատեի, հիմա մտածում եմ չեմ կարող աշխատեմ, որովհետև էլ չեմ հավատում, որ ես ուզում եմ այդ ծախեմ մարդկանց,
ուզում եմ իրանք տենց միլիոնավոր դրանցից ունենան կամ մտածողություն փոխվում է, ինձ թվում է նաև համ ընդհանուր շուկան է փոխում մտածողություն, համ ենթադրում եմ տարիք եւ այլն, որովհետեւ այդ նույն շուկան տարբեր տարիքների համար շատ տարբեր է աշխատում։ Իմիջիալոց նկատել եմ այս հենց գովազդ եմ նկատել եւ հենց այն դպրոցը, որի մասին ասում էի, որ նոր դասընթացն են, թե ինչպես վաճառել չգիտեմ դասընթացեր, թե ուղղակի ինչ որ ոդկասթեր, ինչպես վաճառել տարբեր սերունդներին։ Չգիտեմ, այս Generation Z եւ այլն միլենիալներ, էդ էլ է ինչ որ հետաքրքիր մոտեցում, բայց իհարկե էդ էլ շուկաներից շատ կախված, որովհետեւ մեր մոտի Generation Z-ը եւ Եվրոպայի ինչ որ տաքուկան ապրող Generation Z-ը շատ տարբեր են։ Ամերիկայում ապրող Generation Z-ը շատ տարբեր է, ու մեկը գիտելիքը ոնց որ հիմքային նույնն է, բայց միշտ պետք է ադապտացվի տվյալ շուկային։ Այդ լավ բան նշեցիր, որ հիմա ինչքան էլ գործիքները շատ են, հնարավոր է այս մարքեթինգային գործիքները սովորել, բայց հիմքում մի հատ բան է անկած, շատ ֆունդամենտալ, շատ կարևոր կրթություն, որ մեկը պետք է ունենալ, անկախ նրանից, որ հա հիմա մի հատ բոլորս էլ կարող ենք AI-ին գրել ասել, մի հատ ուզում եմ ինչ-որ գովազդ անեմ, ոնց կարող եմ անել, ինչ-որ մեծ մի հատ ֆորմուլա տա գնանք անենք, չի աշխատելու։ Չի աշխատելու։ Իհարկե AI-ը կարա լավ գործիք լինի, եթե գիտելիք, փորձ, մարքեթինգային մտածողություն ունենալով դու դա օգտագործես։ Ինքը կարա լավ գործիք լինի, կարա օգնական լինի, բայց հենց այս փուլում է, որ եւ կրեատիվությունը եւ մարդկային մտածելակերպը, էմոցիաները ավելի լավը կարան դարձնեն ցանկացած մարքեթինգային արշավ, ցանկացած գովազդ։ Սես տպավորություն չլինի միայն գործ, հասցնենք, սովորենք, updated մնանք, գործից դուրս ինչ ես անում, work-life balance-ը ոնց ես պահում։ Մի քիչ այս վերջին քանի տարիների իրականում life balance-ը ոնց որ ավելի շատական work-ը ուրեմն այս հայկական շուկայում աշխատելու ժամանակ շատ եմ աշխատել, տենց ես հիշում եմ մի հատ դեպք, որ պրոստը առավոտը գործի գնալուց քնել եմ մեքենայի ռոյլին ու խփել եմ մեքենան, որովհետև տենց ինչ որ ծանր փուլեր, բոլոր մարքետոլոգները ինձ կհասկանան դեկտեմբերի վերջեր։ Դեկտեմբեր էր ընդհանուր, այդ տենց ինչ որ կատաստրոֆիկ փուլ է էլի։ Իհարկե տարբեր ոլորտներում, բայց ու մի պահ որ սկսեցի հետո արդեն այս շուկայից հետո աշխատել Իտալիայի ընկերությունում, հետո այս ռիմոթը, ասում եմ, կարող է ես լավ չեմ աշխատում, որովհետև դες կարելի էր, ու հետո մտածում էի, բանը, տենց մի պահ այս ռիմոթում էլ չէի կարողանում կողմնորոշվել, որովհետև դիսցիպլինան շատ կարևոր է, ես էլ պետք է հստակ նպատակներ ունենամ, որ կարողանամ դիսցիպլիներ լինեմ, էլի, այսինքն չգիտեմ, օրինակ սպորտում եթե ունեմ նպատակ, ես կարող եմ հստակ դիսցիպլինա սահմանեմ, բայց ես ինձ տենց շատ դիսցիպլինար մարդ չեմ կարող ասեմ, նպատակի ժամանակ ինձնից ավելի բանը չկա էլի տենց, ու այս ռիմոթի ժամանակ սենց ինչ-որ մի պահ հասկանում էի, որ սենց ամբողջ օրս անցնում է, նիտո աշխատում եմ, նիտո չեմ աշխատում, սենց պրոտիպը ժամանակ չունեմ ու ամբողջ օրը աշխատում եմ, հետո փորձեցի մի քիչ բալանսավորել, իրականում ստացվում է, հիմա մի քիչ ավելի դժվար է այդ որովհետև հատկապես որ Հայաստանում եմ ժամային առումով աշխատում եմ երեկոյան ու ընկերներս բոլորը այդ ժամին են գործ ավարտած լինում, բայց ունեմ շաբաթ կիրակին ու փորձում եմ վայելել։ Ինչ ես անում։ Գինի եմ խմում։ Ընկերներս հետ եմ հանդիպում, քաղաքից դուրս եմ գնում, ինչ որ երկրից դուրս եմ գնում, թեկուզ կարճ տրիփերի։ Հայաստանում էլ չեք գալի լավ տեղ, որ չենք գնում։ Շատ։ Ես ինձ մեկ այնքան մեղավոր եմ զգում, որ սենց ինչ որ ուրիշ տեղեր եմ գնում, ինչ որ հիանում եմ բնություն, ինչ գեղեցիկ է, բան։ Հետո ասում եմ, բայց ախր ես իմ երկրում այնքան տեղ կա, որ չեմ եղել, ինչի չեմ գնում։ Նոր այդ միտքը իրականում սկսել իմ մոտ ավելի շատ գալ, ավելի շատ եմ մտածում այդ թեմայով։
Ես մի հատ մի դեպ պատմեմ Եղեգնաձորում կա մի հատ կեմփինգի հատված, որտեղ շատ ենք գնում, մի քանի տարի առաջ էինք բացահայտել, պրոստը այնտեղ ոնց որ Ռինդ գյուղ կա, եթե ճիշտ եմ հիշում գյուղ է, էլի, հա, այնտեղ վազքի, հա, ու մենք պատահաբար բացահայտեցինք ընկերներով գնացել էինք, բացահայտեցինք այդ բանը, կեմփինգի տեղը, ու մենք գնում էինք դե պատկերացրու ընկերներով գնում ես քաղաքից դուրս, չգիտեմ, իրիկունի երաժշտություն, խաղեր, ինչ որ բան, ու սկսում ես չբացահայտել։ Սկզբնական շրջանում փորձում ենք կողքերը բացահայտել, հետո սկսեցինք այնտեղ տուրիստների հանդիպել, ու ասում էին, իսկ էս տեսել եք, իսկ այն տեսել եք, իսկ ստեղ գնացել եք, մենք ասում ենք, վայ, Իտո այն դեպքում, երբ որ մենք փորձել ենք մինչև այդ բացահայտենք, բայց հա, իսկ ուրիշ տեղերում տենց ամենանկյուն ուզում ես հա, գնում ես ասես 3 օրով եմ օրինակ ընդամենը այստեղ մի հատ գնամ ես էլ տեսնեմ, այն էլ տեսնեմ, բայց հա, իրականում շատ տեղեր կա, որ մենք մեր մոտ այս փոքր երկրում չգիտենք։ Գրքեր կարդում ես։ Հա։ Դե խորհուրդներ տուր։ Ուրեմն մի գիրք կա, որ այդ գիրքը իմ կյանքի մասին չի, բայց իմ կյանքի տարբեր փուլերում այդ գիրքը ինձ ուղեկցել է, չգիտեմ, լսել եմ 3 լեզուներով, եթե 4 լեզուն իմանայի։ Իտալերենը դրա համար եմ սովորում, որ փորձեմ նաև դրա։ Օրինակ իտալերեն է։ Չէ։ Կաֆկայի մետամորֆոզիսի մասին է խոսքը, լսել եմ, կարդացել եմ բոլորս, ունեմ մի քանի հրատարակություն ու հենց ինչ որ կյանքից տարբեր փուլերում ես հասկանում եմ, ես պետք է այդ գիրքը կարդամ, հենց հիմա ես պետք է այդ գիրքը կարդամ ու տենց չգիտեմ, բոլորին խորհուրդ կտամ։ Հա, եթե այդ զուտ եթե ոչ մասնագիտական Բայց մի քիչ պատմի այդ գրքի մասին։ Այդ գրքի մասին չի լինում պատմել, այդ գրքի մասին պետքա տենց այդ գիրքը պետքա ապրել, պետքա սենց ամեն շատ կաֆկայական է, այսինքն սկսում է ինչ որ абսուրդ իրավիճակով ու ինքը քեզ ու դու հայտնում ես այդ իրավիճակում, այդ ամեն ինչ քո հետ է լինում ու ինքը քեզ չի բացատրում, ոնց հայտնվեց իր տեղ, ոնց вообще ոնց է ստեղծվել այդ իրավիճակը, էլի, պրոստը քեզ տանում է այդ իրավիճակ։ Չգիտեմ, եթե ամբողջ կյանքում մի գիրք ընդհանրապես հնարավորություն ունենայի կարդալու, անverջ ես անդադ այդ գիրքը կկարդայի։ Ես կկարդամ անպայման այդ գիրքը։ Չգիտեմ, սա շատ լավ մարքեթինգ էր։ Չէ։ Չեմ վճարվել Կաֆկայի կողմից, ցավոք։ Իմ կյանքը փոխող գիրք է, ու իմիջիայլոց ասեմ, որ տարբեր իրավիճակներում տարբեր կերպ փոխող։ Եթե ուրիշ ոլորտից փորձեմ, օրինակ դասախոսներից մեկը խորհուրդ էր տվել Factfulness գիրքը կարդալ, էլի հետաքրքիր է, շատ թեթև, արագ կարդացվող, էդ էլ կարելի է։ Ինչի մասին է։ Համեմատություններ է, մարքեթինգային նոտաներով շատ, բայց ինչը շատ տարբեր բաներ, շատ ոնց որ տարբեր իրավիճակներ համեմատում է ուրիշ իրավիճակների, вообще դրա հետ կապ չունեցող իրավիճակների ու ամեն ինչը փաստերի լեզվով է խոսում։ Օրինակ հենց այ դու շատ կհավանես, որովհետև հենց դատայի նաև դատան է հիմքը, իր factful, օրինակ այս թեման շատ ծեծված է, բայց ամեն դեպքում ինչի է վատ նորությունները, ինչ են մեզ ամենտեղ վատ նորություններ հասցնում ես այն, չգիտեմ ինչի ենք մենք իմանում, վախենում ինքնաթիռներից, որովհետև մենք անընդհատ, եթե մի բան եղավ, այդ ինչքան հեշտ է տարածվում վատ լուրը, որտեղ պատկասում ես վատ լուրը ոնց է ազդում մարդու հուզական աշխարհի վրա ընդհանրապես, ասում եմ, բայց ինչի մենք օրինակ մեր լուրերը չի ասում 15000 հատ սամալյոտ վերջի կես ժամում վայրեջ կատարեց։ Հա, եթե ստատիստիկայով նայում ես, օդանավը ամենաանվտանգ տրանսպորտային Հա, ու ոչ մենակ օդանավերի ու ասում եմ ինչքան է թեկուզ նույն օդանավերը ու լիքը գիտական փոփոխություններ թեկուզ փոխել երեխաների մահացության ցուցանիշը տարբեր երկրներում։ Նույն այդ օդանավի ճիշտ վայրեջքի պատճառով ինչքան երեխայի կյանքը հնարավոր եղել փրկել։ Մի հատ գիրք էլի որ կհիշեմ, դա երևի մի 2 տարի առաջ էի կարդացել Դարոն Աջեմօղլու, եթե չեմ սխալվում, Why Nations Fail։ Եթե չեմ սխալվում հայերեն թարգմանությունը կա, ինչու են ձախողում պետությունները։ Գիտեմ։ Իմ համար հետաքրքիր գիրք էր։ Շատ ինֆո կար, որ կրկնվում էր շատ տարբեր այլ գրքերից կամ հաստատ ինչ որ ինֆոյա մեջը, որը դուք արդեն գիտեք, բայց բավականին մանավանդ իմ ճամփորդությունների ժամանակ այդ գրքի մեջ շատ խոսում էր ասիական երկրներից ու այդ հատվածում համապատասխանում էր, հա, պատմությունը
մանավանդ եթե ուսումնասիրես ինչ-որ երկրների պատմություն, այդ գիրքը կարա հետաքրքրի։ Հատ գիրք հիշեցի, որ շատ արագ տենց պրոստը ինչ-որ մի օրում կարդալու գիրք էր, բայց Smert Ivana Ilyich Տոլստոյ այդ գիրքը ես հիշում եմ, որ սենց փակեցի ու երևի մի 40 րոպե սենց պրոստը նստել էի, մտածում էի, էս ինչ եղավ նորի մետ, խիստ սենց բան եղավ, հա, բավականին հետաքրքիր է, լավ որ էլի տենց շատ, չասեմ մի երկու հատ էլ մասնագիտական ասեմ, մանավանդ եթե սկսնակ մասնագետների համար է։ Հա, ես անները կթողնեմ անպայման description-ում։ Հա, ես կարող եմ ուղարկել նույնիսկ biology, որը ես կարդացել եմ ամենասկզբում երևի մասնագիտության սկսելու, հետաքրքիր է մարդու մտածողության, հենց գնումների անելու որոշումների ու ինչքան հաճախ ենք մեր պատկերացումները մեր մասին մեզ խափում իրականությունից հեռու, մյուսը, որ իմ բոլոր ժամանակների ֆավորիտն է, Blue Ocean Strategy, այդ մեծ օվկիանոսում ինչ-որ հատված գտնելն է, որտեղ կարա քո բիզնեսը, քո միտքը ուրիշ կերպ զարգանա, այսինքն կան լիքը օրինակ, չգիտեմ, որ այս ինչ ծառայությունները մատուցող, ինչով կարաս դու, ինչ օվկիանոսի ինչ հատված կարաս վերցնես, որը կարա քոնը լինի, կարա տարբեր լինի։ Ես մի բան եմ հասկացել, որ մարքեթինգային գրքերը կարելի է տարբեր իրավիճակներում նորից վերընթերցել ու նաև շատ մարքեթինգային օրինակ տրեյնինգների հայ ընդհանրենք գնացել եմ, իմ ամբողջ գիտելիքը պրոյեկտել եմ, կարող է այդ իմ ինդիվիդուալ չեմ կարողացել sense շատ լայն ոնց որ մասայով պրոյեկտեմ, շատ պրոյեկտել եմ այդ պահին իմ արած պրոյեկտի իմ աշխատանքի մեջ ու լրիվ ուրիշ ձև ես ընկալում, երբ որ հետո աշխատում ես այլ պրոդուկտի համար, այլ իրավիճակում նույն գիրքը, նույն տրեյնինգը, նույն ոդկասթը նորից նայելուց, լսելուց լրիվ ուրիշ ձև ես պրոյեկտում։ Ես շատ լավ եմ հասկանում քեզ, որովհետև նույնն էլ իմ մոտ է լինում։ Ինչ որ մի բան կարող եք կարդամ, այդ պահին ես ինձ ընդհանրապես առնչություն չունենա, ավելի իրան high level ես նայում, կարդացիր, անցավ գնաց, հետո մի ուրիշ պահի նույնը կարդում ես արդեն շատ անմիջականորեն ինքը ազդում է քո վրա, դու այդ պահին այդ անում ես, լրիվ նենց մանրամասներ ես օրինակ հասկանում, որ անցածին ընդհանրապես չէի նկատել։ Այդ միանշան, նույնը նաև գրքերի մասին է, հա։ Ես վստահ եմ, որ ինչ որ գրքեր, որ ես սիրում եմ, հիմա կարդամ ուրիշ ձև եմ ընկալելու, էլի սիրելու եմ ենթադրաբար, բայց ուրիշ բաներ եմ ֆիքսելու մեջից, որից չէի ֆիքսել։ Այդպես օրինակ Կամյուի օտարն եմ կարդում, շատ հաճախ։ Հա։ Ամեն անգամ նոր գիրք եմ կարդում, բայց իրականում ինքը միշտ Կամյուի օտարն է։ Հա, այդ լավ փորձառությունն է տարբեր երևի տարիքներում ինչ որ բաներ վերընթերցելը, ես մասնագիտական առումով եմ ասում, որ այդ շատ եմ նկատել, որ ուղղակի իմ վրա ես ինչ ինֆո ստանում եմ, պրոյեկտում եմ այդ պահին գտնվող փորձում եմ ինտեգրեմ այդ պահին գործից մեջ, այդ պահին պրոդուկտի մեջ, հետո որ արդեն ինչ որ ուրիշ անգամ նորից նայում եմ, մեկ ասում, այս ուրիշ ձև եմ ձևակերպում իմ համար, որովհետև այս մի պահի պրոդուկտին ուրիշ ձև է հնարավոր ինտեգրել, ու կարծում եմ մարքեթինգային գրքերը հնարավոր է վերընթերցել տարբեր փուլերում։ Ինչ ես կարծում, կգաս էլի Հայաստան արդեն Հայաստանում աշխատելու։ Այս պահին հիմնականում չեմ ուզում, որովհետև ոնց որ ուզում եմ դեռ էլի սենց հա քիչ ժամանակով լինեմ Հայաստանում, բայց ինչպես մի քիչ առաջ էլ խոստովանեցի, իմ սերը հայկական արտադրության նկատմամբ ու եթե մի օր վերադառնամ հայկական շուկայի էլի ուզենամ ու հիմնական վերադառնամ Հայաստան, երևի կուզենամ հենց ինչ որ իհարկե այս պահին սեփական արտադրություն կամ ինչ որ բան մի քիչ շուտ է խոսել, բավական ծավալուն բան է, բայց ինչ որ հայկական արտադրող ընկերության ու նենց որ կհպարտանամ, որովհետև այն բոլոր ընկերությունները, երկու ընկերություններում եմ աշխատել հայկական պրոդուկտի, մեկը գինի, մյուսը կոսմետիկա, ինչպես նշեցի, երկուսն էլ պաշտում եմ, նույնիսկ, չգիտեմ, Հայաստանից գնալուց
ու ինքներս էլ բոլորը գիտեին, ինձ գալուց գինի էին բերում ու Իտալիայում բոլոր դասախոսները փորձել են հայկական գինիներ ու փորձել են այն գինիները, որ ինքերցնում աշխատել եմ։ Արագ փոխվում կյանքը։ Ես չգիտեմ մի քանի տարի հետո ընդհանրապես ինչ կլինի, բայց հուսամ դեռ առիթ կունենանք շփվելու ու թեկուզ այդ շրջանակներում էլ արդեն մի քանի տարի հետո հասկանանք ինչն է փոխվել։ Շատ շնորհակալ եմ, որ եկար։ Քեզ շատ մերսի հրավերի համար, շատ հետաքրքիր։